742.1 Рабочая табличка Data Automations, Interfaces, Forms, Share, Add or Import 2 Text Comments 1992 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ հայկական ուժերը մտան Շուշիի նախկին ադրբեջանական հրամանատարության շենք, նրանք գտան մի բան, որը պաշտոնապես երբեք չպետք է գոյություն ունենար. մագնիսական ժապավենների ամբողջ արխիվ։ Վերջին ամիսների ռադիոհաղորդակցությունների գաղտնի ձայնագրություններով, զրույցներ բարձրաստիճան հրամանատարների միջև եւ պլաններ, որոնք այնքան գաղտնի էին, որ նույնիսկ բարձրաստիճան սպաներից շատերը չգիտեին դրանց մասին։ Բայց անմիջապես դեկտեմբերի 25-ից հետո այդ ապացույցների մեծ մասը անհետացավ առանց որևէ հետքի։ Ով վերցրեց դրանք։ Եվ ավելի կարևոր, ինչ էին թաքցնում այդ ձայնագրությունները, որ դրանք պետք է անհետանային։ Ինչու էր ադրբեջանական հրամանատարությունը պատրաստ ամեն ինչ անել, որպեսզի այդ ժապավենները երբեք չլսվեին։ Այսօր, 35 տարի անց, մենք առաջին անգամ բացում ենք այդ արխիվի էջերը, այն էջերը, որոնք ցույց են տալիս ոչ թե հաղթանակի պատմությունը, այլ թշնամու ահի իրական դեմքը։ Պատկերացրեք, որ դուք լսում եք ձայնագրություն, որտեղ ադրբեջանցի գեներալը, դողացող ձայնով, հրամայում է իր զորքերին անմիջապես լքել դիրքերը։ Ոչ թե ռազմավարական նահանջի պատճառով, ոչ թե զինամթերքի պակասի կամ վիրավորների տարհանման համար։ Պատճառը մեկն էր։ Նրանք իմացել էին, որ Արկադի Տեր-Թադևոսյանը, ում նրանք անվանում էին պարզապես կոմանդոս, անձամբ ղեկավարում էր գրոհը։ Այդ անունը բավական էր, որպեսզի փորձառու սպաները կորցնեին իրենց մարտական ոգին։ Ինչպես է հնարավոր, որ մեկ մարդու անունը, մեկ ազդանշանը ռադիոկապով կարողանում էր փոխել ամբողջ ճակատի իրավիճակը։ Ինչպիսին էր այդ մարդը, որ նույնիսկ թշնամու գեներալները խոսում էին նրա մասին ոչ թե որպես զինվորի, այլ որպես անխուսափելի ուժի, որի դեմ անիմաստ է դիմադրել։ Գաղտնի ծառայությունների արխիվներում պահպանվել են փաստաթղթեր WM0544 կոդով։ Դոսիեներ այնքան գաղտնի, որ ամբողջ երկրում գոյություն ունեին միայն 3 օրինակ։ Այդ դոսիեներում էին տեղեկություններ Արկադի Տեր-Թադևոսյանի իրական ազդեցության մասին ադրբեջանական զինված ուժերի վրա։ Տվյալներ այն մասին, թե ինչպես էր նրա անունը միայնակ փոխում մարտական գործողությունների ընթացքը, եւ ինչ-որ շատ ավելի ցնցող բան։ Ռադիոհաղորդակցությունների ամբողջական արխիվ, որտեղ ադրբեջանցի հրամանատարները բացահայտորեն խոսում էին իրենց վախի մասին։ Ինչու էին այդ դոսիեները ոչնչացվել հենց Շուշիի անկումից հետո։ Ինչ էր այնտեղ գրված, որ պետք է մնար հավերժ թաքնված։ Երբ հայկական հետախուզական ծառայությունները վերլուծեցին գտնված ձայնագրությունները, նրանք հայտնաբերեցին մի օրինաչափություն, որը սկզբում թվում էր անհավատալի։ Ամեն անգամ, երբ ռադիոկապով հնչում էր կոմանդոս ազդանշանը, ադրբեջանական դիրքերից սկսվում էր խուճապահար գործունեություն։ Զինվորները լքում էին իրենց դիրքերը, հրամանատարները փոխում էին պլանները, եւ ամենակարևորը, բարձրաստիճան սպաները սկսում էին միմյանց մեղադրել։ Մի ձայնագրության մեջ, որը կատարվել է 1991 թվականի մայիսին, լսվում է, թե ինչպես է մի գնդապետ բացականչում. Եթե նա այնտեղ է, մենք պետք է անմիջապես հեռանանք։ Դուք չգիտեք, թե ինչ է նա արել Գետաշենում։ Այդ նույն զրույցում մեկ այլ սպա պատասխանում է. մեր զինվորները չեն կրակի, եթե իմանան, որ դիմացը նա է։ Նրանք ավելի շատ վախենում են նրանից, քան մեր դատարանից։ Ինչպիսին էր այդ մարդը, որ թշնամու զինվորները ավելի շատ վախենում էին նրանից, քան իրենց սեփական հրամանատարների պատիժներից։ Բայց ով էր իրականում Արկադի Տեր-Թադևոսյանը, նախքան դառնալու կոմանդոս լեգենդը։ Նա ծնվել էր 1954 թվականին Ադրբեջանի Բաքու քաղաքում, հայկական ընտանիքում, որը ապրում էր խորհրդային համակարգի խստագույն կանոններով։ Նրա հայրը, պարզ գործարանային աշխատող, վաստակում էր ամսական 120 ռուբլի, գումար, որը բավական էր միայն ամենապարզ կենցաղի համար։ Երբ Արկադին 18 տարեկան էր, նա ստացավ զորակոչ խորհրդային բանակ, եւ հենց այնտեղ էր, որ նա առաջին անգամ հանդիպեց իր ճակատագրին։ Զինվորական ծառայության ժամանակ նա ցույց տվեց այնպիսի կարողություններ մարտական պատրաստության մեջ, որ նրա հրամանատարները որոշեցին ուղարկել նրան հատուկ նշանակության ստորաբաժանում։ Այնտեղ, հատուկ ուժերի պատրաստման ճամբարում, նա սովորեց այն, ինչը հետագայում կդառնար նրա ապրանքանիշը՝ լռության մեջ գործել, անակնկալ հարվածներ հասցնել եւ ամենակարևորը՝ երբեք չհանձնվել։ 1988 թվականին, երբ Արկադին վերադարձավ Բաքու, նա տեսավ, թե ինչպես է փոխվում քաղաքը։ Հայրի նկատմամբ թշնամանքը օրեցօր ավելանում էր, եւ նա հասկացավ, որ շուտով ամեն ինչ կփոխվի։ Նրա ընտանիքը, ինչպես հազարավոր այլ հայկական ընտանիքներ, ապրում էր մշտական վախի մեջ։ Բայց Արկադին չէր վախենում։ Նա սկսեց գաղտնի հավաքել իր նախկին զինակիցներին, այն մարդկանց, ովքեր նրա հետ ծառայել էին հատուկ ուժերում։ Նրանք հանդիպում էին գիշերները,
քննարկում էին պլաններ, պատրաստվում էին աննախուսափելիին։ Երբ 1988 թվականի հունվարին սկսվեցին Բաքվի ջարդերը, Արկադին արդեն պատրաստ էր։ Նա կազմակերպեց իր ընտանիքի եւ տասնյակ այլ հայկական ընտանիքների տարհանումը, օգտագործելով այն ճանապարհները եւ կապերը, որոնք նա ստեղծել էր իր զինվորական ծառայության տարիներին։ Այդ օրերին նա ցույց տվեց ոչ միայն մարտական հմտություններ, այլև ղեկավարման այնպիսի կարողություններ, որոնք հետագայում կդառնային նրա լեգենդի հիմքը։ Երբ Արկադին վերջապես հասավ Հայաստան, նա չէր մտածում հանգստի մասին։ Նա տեսավ, որ Արցախում սկսվում է պատերազմ եւ գիտեր, որ իր տեղը այնտեղ է։ Բայց նա չէր ուզում լինել պարզապես մեկ այլ զինվոր։ Նա ուզում էր ստեղծել ինչ-որ բան նոր, ինչ-որ բան, որը կփոխեր պատերազմի ընթացքը։ 1990 թվականին նա սկսեց ձևավորել իր սեփական ջոկատը։ Մարդիկ, ովքեր նրա նման էին, ովքեր հավատում էին, որ հաղթանակը գալիս է ոչ թե թվերով, այլ հմտությամբ եւ անսասան կամքով։ Նրա ջոկատը ստացավ կոմանդոս անունը, եւ շուտով այդ անունը դարձավ ահի եւ հարգանքի խորհրդանիշ։ Ադրբեջանական զինվորները սկսեցին փսփսել այդ անունը վախով, իսկ հայ զինվորները հպարտությամբ։ Բայց ինչպես հասավ նա այդ մակարդակին, երբ նույնիսկ թշնամին ճանաչում էր նրա անպարտելիությունը։ Պատասխանը կայանում է նրա մարտավարության մեջ։ Արկադին երբեք չէր գործում ըստ ստանդարտ ռազմական ձեռնարկների։ Նա ստեղծեց իր սեփական մեթոդները, որոնք հիմնված էին անակնկալության, արագության եւ հոգեբանական ճնշման վրա։ Նրա ջոկատը կարող էր գիշերվա մութի մեջ անցնել թշնամու գծերի միջով, հարվածել ամենաանսպասելի վայրում եւ անհետանալ նախքան թշնամին հասկանար, թե ինչ է պատահել։ Բայց ամենակարևորը, Արկադին գիտեր, թե ինչպես օգտագործել հոգեբանական պատերազմը։ Նա գիտեր, որ եթե թշնամին վախենում է քեզանից, դու արդեն կիսով չափ հաղթել ես։ Եվ նա ստեղծեց այդ վախը, ամեն մի գործողությամբ, ամեն մի հաջողությամբ, ամեն մի լեգենդով, որը տարածվում էր թշնամու շարքերում։ 1991 թվականի ամռանը տեղի ունեցավ մի դեպք, որը ցույց տվեց Արկադիի իրական ազդեցությունը։ Գետաշենի ուղղությամբ ադրբեջանական զորքերը պատրաստվում էին մեծ գրոհի։ Նրանք ունեին թվային գերակշռություն, ավելի լավ զինվորական տեխնիկա եւ վստահ էին իրենց հաղթանակի մեջ։ Բայց երբ նրանց հետախուզությունը հաղորդեց, որ հայկական դիրքերը պաշտպանում է կոմանդոսի ջոկատը, իրավիճակը փոխվեց։ Ռադիոհաղորդակցությունների ձայնագրություններում, որոնք հետագայում գտնվեցին, լսվում է, թե ինչպես է ադրբեջանցի գնդապետը հարցնում իր վերադասին. «Մենք իսկապես պետք է գրոհենք, եթե նա այնտեղ է»։ Պատասխանը եղավ լռություն, ապա հրաման՝ հետաձգել գրոհը։ Այդ գրոհը երբեք չկատարվեց։ Մի մարդու անունը, մի լեգենդը փրկեց տասնյակ կյանքեր եւ փոխեց ճակատի իրավիճակը։ Բայց ինչպես է հնարավոր, որ լեգենդը դառնա իրական զենք։ Պատասխանը գտնվում է հոգեբանության մեջ։ Արկադին հասկանում էր, որ պատերազմը ոչ միայն զենքերի եւ զինվորների հարց է։ Պատերազմը նաեւ հավատի, վախի եւ հույսի հարց է։ Եթե դու կարող ես ոչնչացնել թշնամու հավատը իր հաղթանակի մեջ, դու արդեն հաղթել ես։ Եվ Արկադին անում էր հենց դա։ Ամեն մի հաջող գործողությունից հետո նա հոգ էր տանում, որ լուրը տարածվի։ Ոչ թե ինքնագովազդի համար, այլ որպես հոգեբանական զենք։ Նա ուզում էր, որ ադրբեջանական զինվորները լսեն, վախենան եւ երբ հանդիպեն նրան մարտադաշտում, արդեն կորցրած լինեն իրենց մարտական ոգին։ Եվ այդ մարտավարությունը աշխատում էր։ Ձայնագրություններում լսվում է, թե ինչպես են ադրբեջանցի սպաները խոսում իրենց զինվորների բարոյական վիճակի մասին։ Նրանք չեն ուզում կռվել, եթե իմանան, որ կոմանդոսը դիմացն է։ Դրանք ասում են, որ նա անպարտելի է։ Այդ խոսքերը ոչ թե քարոզչություն էին, այլ իրականություն։ Իրականություն, որը ստեղծվել է տարիների ընթացքում, գործողություն առ գործողություն, հաղթանակ առ հաղթանակ։ Բայց Արկադիի ուժը ոչ միայն հոգեբանական պատերազմի մեջ էր, նա նաև բացառիկ մարտավար էր։ Նրա ջոկատը կատարում էր գործողություններ, որոնք ուրիշները համարում էին անհնար։ 1991 թվականի աշնանը, երբ ադրբեջանական զորքերը շրջափակել էին մի հայկական գյուղ, Արկադին կազմակերպեց գործողություն, որը մտավ ռազմական պատմության մեջ։ Նա իր 20 հոգանոց ջոկատով գիշերվա մութի մեջ անցավ թշնամու գծերի միջով, հասավ շրջափակված գյուղ, տարհանեց բնակիչներին եւ վերադարձավ առանց մեկ զոհի։ Ադրբեջանական հրամանատարությունը հասկացավ, թե ինչ է պատահել միայն առավոտյան, երբ գտան դատարկ գյուղը։ Ռադիոհաղորդակցություններում լսվում է, թե ինչպես է մի սպա ասում. «Սա անհնար է։ Ինչպես կարող էր նա անցնել մեր գծերի միջով։ Մենք ունեինք պահակներ ամենուր»։ Բայց Արկադին արեց անհնարը, եւ դա ոչ թե առաջին, ոչ էլ վերջին անգամն էր։ Նրա հաջողության գաղտնիքը կայանում էր նաեւ նրա ջոկատի պատրաստության մեջ։ Արկադին ընտրում էր իր մարդկանց շատ խստորեն։ Նա ուզում էր ոչ միայն լավ զինվորներ, այլ մարդիկ, ովքեր կարող էին մտածել, որոշումներ կայացնել ճնշման տակ եւ երբեք չհանձնվել։ Նա պատրաստում էր նրանց ամիսներ շարունակ, սովորեցնում էր ամեն ինչ, սկսած հատուկ մարտական տեխնիկայից մինչև հոգեբանական դիմադրություն։
Նրա ջոկատի անդամները դառնում էին ոչ միայն զինվորներ, այլ եղբայրներ, ովքեր վստահում էին միմյանց անվերապահորեն։ Եվ այդ վստահությունը, այդ եղբայրությունը էր, որը թույլ էր տալիս նրանց կատարել անհնար գործողություններ։ Ադրբեջանական հետախուզությունը փորձեց վերլուծել Կտոմանդոսի մարտավարությունը, բայց չկարողացավ։ Նրանք չէին հասկանում, որ գաղտնիքը ոչ թե մարտավարության մեջ էր, այլ մարդկանց մեջ, մարդկանց, ովքեր հավատում էին միմյանց եւ իրենց հրամանատար։ 1991 թվականի վերջին ադրբեջանական հրամանատարությունը որոշեց փոխել մարտավարությունը։ Նրանք հասկացան, որ ուղակի ռազմական գործողություններով չեն կարող հաղթել Կոմանդոսին։ Այդ պատճառով նրանք սկսեցին օգտագործել այլ մեթոդներ՝ քարոզչություն, հոգեբանական ճնշում, փորձեր ապատեղեկատվություն տարածել։ Նրանք սկսեցին տարածել լուրեր, որ Կոմանդոսը վիրավորվել է, որ նրա ջոկատը կորցրել է իր լավագույն մարդկանց, որ նա արդեն ոչ այն ուժն է, որ եղել է։ Բայց այդ փորձերը ձախողվեցին։ Արկադին շարունակեց իր գործողությունները, եւ ամեն մի հաջողությունը հնահերքում էր ադրբեջանական քարոզչությունը։ Ավելին, այդ քարոզչությունը հակառակ արդյունք տվեց։ Այն ցույց տվեց, որ ադրբեջանական հրամանատարությունը այնքան վախենում է Կոմանդոսից, որ պատրաստ է օգտագործել ցանկացած միջոց նրա դեմ։ Եվ այդ վախը, այդ ճանաչումը դարձավ Արկադիի ամենամեծ հաղթանակը։ Բայց ամենաշոկային բացահայտումը եկավ 1992 թվականի գարնանը։ Հայկական հետախուզությունը ձեռք բերեց ձայնագրություն, որտեղ ադրբեջանցի երկու գեներալ քննարկում էին Շուշիի պաշտպանության պլանները։ Զրույցի մի պահին մեկը հարցրեց. «Ինչ կանենք, եթե Կոմանդոսը գա Շուշիի վրա»։ Պատասխանը եղավ լռություն, ապա երկրորդ գեներալը ասաց. «Եթե նա գա, մենք պետք է լքենք քաղաքը։ Մենք չենք կարող պահել Շուշին, եթե նա այնտեղ է, մեր զինվորները չեն կռվի»։ Այդ խոսքերը ձայնագրվել էին ամիսներ առաջ, նախքան Շուշիի ազատագրումը, եւ դրանք ցույց էին տալիս, որ ադրբեջանական հրամանատարությունը արդեն գիտեր, որ կորցրել է հոգեբանական պատերազմը։ Նրանք արդեն հանձնվել էին նախքան մարտը սկսվեր։ Բայց ինչու էր այդ ձայնագրությունը այնքան կարևոր, որ ադրբեջանական ծառայությունները փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի այն երբեք չհրապարակվի։ Պատասխանը պարզ է։ Այդ ձայնագրությունը ցույց էր տալիս, որ Շուշիի անկումը ոչ թե զուտ ռազմական պարտություն էր, այլ հոգեբանական կոլապս։ Ադրբեջանական հրամանատարությունը կորցրել էր հավատը իր հաղթանակի մեջ, եւ այդ անհավատությունը փոխանցվել էր զինվորներին։ Երբ հայկական զորքերը սկսեցին գրոհը, ադրբեջանցի զինվորները արդեն գիտեին, որ Կոմանդոսը այնտեղ է, եւ այդ գիտելիքը բավական էր, որպեսզի նրանք կորցնեին իրենց մարտական ոգին։ Շուշին ընկավ ոչ թե զենքի ուժով, այլ լեգենդի ուժով, լեգենդի, որը ստեղծել էր մի մարդ տարիների ընթացքում, գործողություն առ գործողություն, հաղթանակ առ հաղթանակ։ Եվ այդ լեգենդը, այդ վախը, որը Արկադին ստեղծել էր թշնամու սրտերում, դարձավ ամենաուժեղ զենքը, որ երբևէ օգտագործվել է այդ պատերազմում։ Այսօր, երբ մենք լսում ենք այդ ձայնագրությունները, մենք լսում ենք ոչ միայն ադրբեջանցի գեներալների խոսքերը։ Մենք լսում ենք պատմությունը։ Պատմությունը այն մասին, թե ինչպես մի մարդ իր կամքով, իր հմտությամբ, իր անսասան հավատքով կարողացավ փոխել պատերազմի ընթացքը։ Մենք լսում ենք վկայությունը այն մասին, որ իրական ուժը գալիս է ոչ թե զենքերից, այլ հոգուց։ Հոգուց, որը երբեք չի հանձնվում, երբեք չի կասկածում եւ երբեք չի վախենում։ Արկադի Տեր Թադևոսյանը, Կոմանդոսը, դարձավ խորհրդանիշ հրդանիշ այն բանի, որ մի մարդը կարող է փոխել պատմությունը, եթե նա ունի բավական կամք եւ հավատ։ Բայց արդյոք դուք պատրաստ եք լսել ամբողջ պատմությունը, այն պատմությունը, որը թաքցվել է 35 տարի։ Մինչև վերջին պահը մենք հավատացինք, որ կփրկվենք, ասում է Շուշիի նախկին ադրբեջանական պաշտպանության մի սպա։ Ձեռքերը դեռևս դողում են 35 տարի անց։ Ինչ գիտեր այդ մարդը, ինչը մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին Ադրբեջանի բանակի սպաներ առաջին անգամ խոսում են տեսախցիկների առջև այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ շարունակ։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք ռեժիմի վերջին օրերի մասին։ Մի նախկին գնդապետ, ով պայմանով է համաձայնվել խոսել միայն ստվերում նստած, սկսում է իր պատմությունը դողացող ձայնով։ 1992 թվականի ապրիլի 26-ին ես ստացա հրաման Շուշի մեկնել։ Երբ հարցրի, թե ինչու հենց ես, ինձ ասացին, որովհետև դու չես վախենում Կոմանդոսից։ Բայց դա սուտ էր։ Մենք բոլորս վախենում էինք։ Նա դադար է անում, աչքերը փակում, կարծես փորձում է մոռանալ այն, ինչ տեսել է։ Մեր զինվորներին ասացինք, որ հայերը թույլ են, որ մենք ավելի ուժեղ ենք, որ մենք ունենք ավելի շատ զենք, բայց գիշերները, երբ լսում էինք ռադիոկապով, որ Կոմանդոսը մոտենում է, մենք գիտեինք ճշմարտությունը։ Երկրորդ սպան, ով ծառայել է հետախուզության մեջ, ավելացնում է մանրամասներ, որոնք երբեք չեն հրապարակվել։ Մենք ունեինք հատուկ ծածկագիր Կոմանդոսի համար,
Երբ մեր հետախուզները հաղորդում էին, որ նա որևէ տեղ է, նրանք օգտագործում էին սև արծիվ ծածկանունը։ Այդ երկու բառերը բավական էին, որպեսզի ամբողջ շտաբը սարսափի մեջ ընկնի։ Նա հանում է հին նոթատետր, որտեղ գրված են ամսաթվեր եւ կոդեր։ Նայեք, ահա 1991 թվականի օգոստոսի 12-ի գրառումը։ Սև արծիվը Մարտունիում է։ Հաջորդ օրը մենք կորցրինք 3 դիրք։ Սեպտեմբերի 21-ը սև արծիվը Հադրութի ուղղությամբ է։ Մեկ շաբաթում մենք նահանջեցինք 10 կիլոմետր։ Նրա ձայնը դառնում է շշուկ։ Մենք չէինք կռվում զինվորների դեմ։ Մենք կռվում էինք ուրվականի դեմ, որը կարող էր լինել ամենուրեք եւ ոչ միտեղ միաժամանակ։ Երրորդ վկան, նախկին ռադիստ, բբերում է ամենաշոկային ապացույցը։ Նա ցույց է տալիս հին մագնիսական ժապավեն, որը պահել է 35 տարի։ Սա ձայնագրությունն է 1992 թվականի մայիսի 2-ի գիշերից։ Մեր գնդապետը զրուցում է Բաքվի հետ։ Լսեք ուշադիր։ Նա միացնում է հին ձայնագրիչը եւ սենյակում լսվում է խրխռոցով, բայց հստակ ձայն։ Բաքու, այստեղ Շուշի։ Մենք ունենք հաստատված տեղեկություն, որ սև արծիվը շարժվում է դեպի մեր դիրքեր։ Խնդրում եմ հրահանգներ։ Լռություն։ Ապա պատասխան։ Շուշի, պահպանեք դիրքերը։ Ամրացումներ են ուղարկվում։ Բայց գնդապետի ձայնը դողում է։ Բաքու, դուք չեք հասկանում։ Եթե նա գալիս է, ամրացումները չեն օգնի։ Մեր զինվորները արդեն խոսում են նահանջի մասին։ Ռադիստը անջատում է ձայնագրիչը։ Ամրացումները երբեք չեկան։ 2 օր անց այդ գնդապետը լքեց իր դիրքը եւ փախավ Բաքու։ Նրան դատեցին դավաճանության համար, բայց ճշմարտությունն այն էր, որ նա պարզապես չուզեց մեռնել անիմաստ մարտում։ Այս վկայությունները բացահայտում են ինչ-որ բան ավելին, քան պարզապես վախ։ Դրանք ցույց են տալիս համակարգված կոլապս։ Կոլապս, որը սկսվել էր ոչ թե Շուշիի ազատագրման օրը, այլ ամիսներ, նույնիսկ տարիներ առաջ։ Ադրբեջանական հրամանատարությունը կորցրել էր ոչ միայն մարտական գործողությունների վերահսկողությունը, այլև իր սեփական զինվորների վստահությունը։ Եվ այդ կորուստը սկսվել էր այն պահից, երբ կոմանդոսի անունը առաջին անգամ հնչել էր ռադիոկապով։ Մի նախկին ադրբեջանցի լրագրող, ով այժմ ապրում է երրորդ երկրում, բացատրում է. Ադրբեջանական մամուլը փորձում էր ներկայացնել կոմանդոսին որպես սովորական զինվոր, որպես քարոզչական հերոս։ Բայց զինվորները, ովքեր վերադառնում էին ճակատից, պատմում էին այլ պատմություններ։ Նրանք պատմում էին, թե ինչպես է նա հայտնվում անհնար վայրերում, ինչպես է նրա ջոկատը գործում որպես մեկ օրգանիզմ, ինչպես են նրանք անհետանում մթության մեջ։ Այդ պատմությունները տարածվում էին, եւ ամեն մի պատմությամբ վախը մեծանում էր։ Բայց ամենազարմանալին այն է, որ Արկադի Տեր-Թադևոսյանը ինքը երբեք չի փորձել ստեղծել այդ լեգենդը։ Նրա նախկին ընկերներից մեկը, ով ծառայել է նրա ջոկատում, պատմում է. Կոմանդոսը երբեք չէր խոսում իր հաջողությունների մասին։ Նա երբեք չէր պարծենում։ Երբ մենք վերադառնում էինք գործողությունից, նա միշտ ասում էր. «Մենք կատարեցինք մեր առաջադրանքը, այժմ պատրաստվենք հաջորդին»։ Նա չէր ուզում լինել հերոս։ Նա ուզում էր լինել արդյունավետ։ Բայց հենց այդ մոտեցումը, այդ պրոֆեսիոնալիզմն էր, որը նրան դարձրեց լեգենդ։ Թշնամին տեսնում էր ոչ թե քարոզչական հերոս, այլ իրական սպառնալիք, որը չէր կարելի անտեսել, չէր կարելի նվազեցնել, չէր կարելի հաղթել։ Եվ այդ ճանաչումը, այդ անկարողությունը հաղթելու դարձավ Արկադիի ամենամեծ զենքը։ 1992 թվականի մայիսին, ընդամենը մի քանի շաբաթ առաջ Շուշիի ազատագրումից, տեղի ունեցավ դեպք, որը ցույց տվեց կոմանդոսի իրական ազդեցությունը։ Ադրբեջանական հրամանատարությունը պլանավորել էր մեծ գործողություն Ստեփանակերտի ուղղությամբ։ Նրանք հավաքել էին իրենց լավագույն ստորաբաժանումները, ամենաժամանակակից զենքը եւ վստահ էին հաղթանակի մեջ։ Բայց 2 օր առաջ գործողությունից նրանց հետախուզությունը հաղորդել, որ հայկական դիրքերում նկատվել է կոմանդոսի ջոկատի ներկայություն։ Ռադիոհաղորդակցությունների արխիվներում պահպանվել է այն զրույցը, որը տեղի ունեցավ բարձրագույն հրամանատարության մակարդակում։ Մի գեներալ ասում է. «Մենք չենք կարող հետաձգել գործողությունը։ Մենք պատրաստվել ենք 2 ամիս»։ Մեկ այլ ձայն պատասխանում է. «Եթե սև արծիվը այնտեղ է, մենք կորցնելու ենք ոչ միայն գործողությունը, այլև մեր լավագույն զորքերը։ Դուք հիշում եք, թե ինչ եղավ Գետաշենում»։ Լռություն։ Ապա առաջին ձայնը արդեն ավելի քիչ վստահ. «Ինչ առաջարկում եք»։ Պատասխանը եղավ. «Փոխենք ուղղությունը։ Գրոհենք այնտեղ, որտեղ նա չէ»։ Գործողությունը փոխվեց, եւ Ստեփանակերտը փրկվեց։ Փրկվեց ոչ թե զենքով, այլ լեգենդով։ Այս պատմությունը ցույց է տալիս ինչ-որ բան հիմնարար։ Պատերազմը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական երևույթ է։ Արկադի Տեր-Թադևոսյանը հասկացավ այդ ճշմարտությունը ավելի լավ, քան ցանկացած ուրիշ հրամանատար։
Նա գիտեր, որ եթե կարող ես վերահսկել թշնամու մտածելակերպը, դու վերահսկում ես մարտադաշտը։ Եվ նա վերահսկում էր այդ մտածելակերպը ոչ թե քարոզչությամբ, ոչ թե սուտով, այլ իրական գործողություններով, որոնք ստեղծում էին անջնջելի տպավորություն։ Ամեն մի հաջող գործողություն ավելացնում էր լեգենդին։ Ամեն մի անհնար առաջադրանքի կատարում ամրապնդում էր վախը։ Եվ ամեն մի անգամ, երբ ադրբեջանական զինվորները լսում էին, որ կոմանդոսը մոտենում է, նրանք հիշում էին բոլոր այդ պատմությունները, եւ վախը դառնում էր իրականություն։ Բայց ով էր իրականում այդ մարդը, ով ստեղծեց այդ լեգենդը։ Նրա ընտանիքի անդամներից մեկը, ով համաձայնվել է խոսել անանուն, պատմում է այլ Արկադիի մասին։ Արկադիի, ում հանրությունը չի ճանաչում։ Տանը նա էր ամենահանգիստ, ամենաքնքուշ մարդը, ում ես երբևէ հանդիպել եմ։ Նա երբեք չէր բարձրացնում ձայնը։ Երբ նրա երեխաները վազում էին նրան ողջունելու, նա նստում էր հատակին եւ խաղում էր նրանց հետ ժամերով։ Դժվար էր հավատալ, որ այդ նույն մարդը, ով այդքան նրբանկատ էր իր ընտանիքի հետ, կարող էր լինել այնպիսի անողոք մարտադաշտում։ Այս հակասությունը, նրբությունը տանը եւ անողոք արդյունավետությունը մարտում ցույց է տալիս Արկադիի բարդ անհատականությունը։ Նա չէր սիրում պատերազմը։ Նա սիրում էր իր ժողովրդին, իր ընտանիքին, իր հողը։ Եվ հենց այդ սերն էր, որը նրան դարձնում էր անպարտելի։ Նրա նախկին ընկերներից մեկը հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ 1991 թվականի ձմռանը։ Մենք նստած էինք խրամատում, դուրսը ձյուն էր գալիս, եւ կոմանդոսը նայում էր հին լուսանկարի։ Հարցրի, թե ով է լուսանկարում։ Նա ասաց՝ իմ հայրը, երբ նա աշխատում էր Բաքվի գործարանում։ Ապա նա ասաց ինչ-որ բան, որը երբեք չեմ մոռանա։ Իմ հայրը ամբողջ կյանքը աշխատեց, որպեսզի մենք ունենանք հաց։ Նա երբեք չխնդրեց շատ բան։ Նա միայն ուզում էր, որ մենք ապրենք խաղաղության մեջ։ Բայց նրանք նույնիսկ դա չթողեցին մեզ։ Այդ պատճառով ես այստեղ եմ։ Ես չեմ կռվում փառքի համար։ Ես կռվում եմ, որպեսզի իմ երեխաները ունենան այն, ինչի իմ հայրը երազում էր մեզ համար։ Այդ խոսքերը բացատրում են ամեն ինչ։ Արկադին կռվում էր ոչ թե ատելությունից, այլ սիրուց։ Սիրուց դեպի իր ժողովուրդը, իր հողը, իր ապագան։ 1992 թվականի մայիսի վերջին, երբ պատրաստվում էին Շուշիի ազատագրման գործողությանը, Արկադին հավաքեց իր ջոկատը եւ ասաց ինչ-որ բան, որը մնաց նրանց հիշողության մեջ։ Մի վետերան հիշում է։ Նա ասաց. «Շուշին մեր սիրտն է։ Եթե մենք կորցնում ենք Շուշին, մենք կորցնում ենք ամեն ինչ։ Բայց եթե մենք ազատագրում ենք Շուշին, մենք ցույց ենք տալիս ամբողջ աշխարհին, որ մենք արժանի ենք մեր հողին։ Այս գործողությունը կլինի ամենադժվարը, որ մենք երբևէ կատարել ենք։ Շատերը չեն վերադառնա, բայց նրանք, ովքեր կվերադառնան, կիմանան, որ նրանք արեցին ինչ-որ բան, որը կմնա հավերժ»։ Այդ խոսքերից հետո լռություն էր։ Ապա մեկը հարցրեց. «Կոմանդոս, դուք վստահ եք, որ մենք կարող ենք»։ Արկադին նայեց նրան եւ ժպտաց. «Ես վստահ եմ ձեզ վրա»։ Եվ դա բավական էր։ Այդ վստահությունը, այդ հավատը իր մարդկանց նկատմամբ էր Արկադիի ամենամեծ ուժը։ Նա չէր տեսնում իր զինվորներին որպես գործիքների, նա տեսնում էր նրանց որպես եղբայրների, որոնց հետ նա կիսում էր ամեն վտանգ, ամեն դժվարություն, ամեն հաղթանակ։ Եվ նրանք զգում էին այդ վերաբերմունքը։ Նրանք գիտեին, որ կոմանդոսը երբեք չի ուղարկի նրանց այնտեղ, ուր ինքը չի գնա։ Նրանք գիտեին, որ նա միշտ կլինի առաջինը, ով կմտնի վտանգ, եւ վերջինը, ով կհեռանա։ Այդ գիտելիքը ստեղծեց այնպիսի հավատարմություն, որը հազվադեպ է տեսնվում բանակներում։ Եվ այդ հավատարմությունը, այդ եղբայրությունը դարձավ կոմանդոսի ջոկատի անպարտելիության հիմքը։ Արդյոք դուք կարող եք պատկերացնել, թե ինչ է նշանակում ունենալ այդպիսի ղեկավար։ Ղեկավար, ով պատրաստ է մեռնել քեզ համար, ինչպես դու պատրաստ ես մեռնել նրա համար։ Բայց Արկադի Տեր-Թադևոսյանի պատմությունը ոչ միայն հերոսության եւ հաղթանակների մասին է։ Այն նաեւ մարդկային գնի մասին է, գնի, որը վճարվում է պատերազմում։ Նրա մերձավոր ընկերներից մեկը, ով ծառայել է նրա հետ սկզբից ի վեր, պատմում է այն մասին, ինչը հանրությունը երբեք չի տեսել։ Ամեն անգամ, երբ մենք կորցնում էինք մեկին, կոմանդոսը փակվում էր ինքն իր մեջ։ Նա չէր լաց լինում հրապարակայնորեն, բայց մենք տեսնում էինք, թե ինչպես է այդ ցավը ուտում նրան ներսից։ Նա հիշում էր ամեն մի անուն, ամեն մի դեմք։ Գիշերները, երբ մենք քնած էինք, նա նստում էր առանձին եւ գրում էր նամակներ ընկած զինվորների ընտանիքներին։ Նա գրում էր ձեռքով, ամեն մի նամակ անհատական։ Պատմում էր, թե ինչպես է նրանց որդին կամ եղբայրը մահացել հերոսաբար, թե ինչպես է նա փրկել ուրիշների կյանքը։ Նա երբեք չէր գրում ստանդարտ նամակներ։ Նա ուզում էր, որ ամեն ընտանիք իմանա, որ նրանց զոհը չէր մոռացվի։ Այս մանրամասնությունը բացահայտում է Արկադիի մեկ այլ կողմը, որը հազվադեպ է քննարկվում, երբ խոսում են ռազմական հերոսների մասին։ Նա չէր պարզապես հրամանատարով ուղարկում էր մարդկանց մահվան,
Նա էր ղեկավար, ով զգում էր ամեն մի կորուստ որպես անձնական ողբերգություն։ Նրա նախկին բժիշկներից մեկը հիշում է. «Մի անգամ 1991 թվականի աշնանը մենք կորցրինք երիտասարդ զինվոր, 19 տարեկան տղա, ով ծառայության մեջ էր միայն 2 շաբաթ։ Կոմանդոսը եկավ հիվանդանոց եւ նստեց այդ տղայի մարմնի կողքին ամբողջ գիշեր։ Նա չխոսեց, չշարժվեց։ Առավոտյան, երբ ես մտա, տեսա, որ նրա աչքերը կարմիր են։ Նա նայեց ինձ եւ ասաց. «Ես խոստացել էի նրա մորը, որ կվերադարձնեմ նրան։ Ինչպես կարող եմ այժմ նայել նրա աչքերին»։ Այդ ցավը, այդ պատասխանատվության զգացումը էր այն, ինչը Արկադին տարբերում էր ուրիշ հրամանատարներից։ Բայց այդ ցավը նաև դարձավ նրա ուժի աղբյուր։ Նա որոշեց, որ ամեն մի զոհ պետք է ունենա իմաստ։ Նա որոշեց, որ եթե մարդիկ մեռնում են նրա հրամանով, ապա նա պետք է անի ամեն ինչ, որպեսզի նրանց զոհը չլինի զուր։ Այդ պատճառով նա դարձավ այնքան խնամքով պլանավորող։ Նա երբեք չէր ռիսկի իր մարդկանց կյանքով անիմաստ գործողությունների համար։ Ամեն մի գործողություն պլանավորվում էր մանրամասնորեն։ Ամեն մի հնարավոր վտանգ հաշվի էր առնվում։ Ամեն մի այլընտրանքային պլան պատրաստ էր։ Նրա ջոկատի անդամներից մեկը բացատրում է. «Մենք երբեք չէինք գնում կույլ գործողության։ Կոմանդոսը միշտ ուսումնասիրում էր տեղանքը, թշնամու դիրքերը, եղանակը, նույնիսկ լուսնի փուլերը։ Նա ասում էր, պատրաստությունը փրկում է կյանքեր։ Եվ նա ճիշտ էր։ Մեր կորուստները շատ ավելի քիչ էին, քան ուրիշ ստորաբաժանումներում, ոչ թե որովհետև մենք ավելի բախտավոր էինք, այլ որովհետև մենք ավելի լավ էինք պատրաստված»։ Այս մոտեցումը նաև բացատրում է, թե ինչու էր Արկադին այնքան արդյունավետ։ Նա չէր հավատում հերոսական, բայց անմտաբար ռիսկային գործողություններին։ Նա հավատում էր խելացի, հաշվարկված, պրոֆեսիոնալ գործողություններին։ Նա ասում էր իր մարդկանց. «Մեռած հերոսը չի կարող պաշտպանել իր ժողովրդին։ Ապրող զինվորը կարող է։ Մեր նպատակը ոչ թե մեռնելն է հայրենիքի համար, այլ ապրելն է եւ հաղթելը»։ Այս փիլիսոփայությունը հակասում էր ավանդական ռազմական մտածողությանը, բայց այն աշխատում էր։ Կոմանդոսի ջոկատը ուներ ամենաբարձր հաջողության տոկոսը եւ ամենացածր կորուստների տոկոսը։ Եվ այդ վիճակագրությունը խոսում էր ինքն իր համար։ 1992 թվականի ապրիլին, երբ պատրաստվում էին Շուշիի գործողությանը, Արկադին անցկացրեց ամբողջ 2 շաբաթ, ուսումնասիրելով քաղաքի պաշտպանությունը։ Նա ուղարկեց հետախուզական խմբեր, որոնք նկարագրեցին ամեն մի ադրբեջանական դիրք, ամեն մի պահակակետ, ամեն մի հնարավոր մուտք։ Նա ստացավ տեղեկություններ ադրբեջանական զորքերի թվաքանակի, նրանց զինվորության, նրանց մարտական ոգու մասին։ Եվ ամենակարևորը, նա ստացավ տեղեկություններ այն մասին, թե ինչպես են ադրբեջանցի հրամանատարները արձագանքում սթրեսային իրավիճակներին։ Մի հետախույզ հիշում է. «Կոմանդոսը ասաց մեզ. ես ուզում եմ իմանալ ոչ միայն թե որտեղ են նրանց զինվորները, այլև թե ինչպես են նրանք մտածում։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչը նրանց վախեցնում է, ինչը նրանց ուժեղացնում է, ինչը նրանց թուլացնում է»։ Այդ տեղեկությունները դարձան Շուշիի ազատագրման պլանի հիմքը, պլանի, որը հաշվի էր առնում ոչ միայն ռազմական, այլև հոգեբանական գործոնները։ Բայց նույնիսկ ամենամանրակրկիտ պլանավորումը չէր կարող իր աշխատավորել հաջողությունը։ Շուշին էր ամենաամուր պաշտպանված քաղաքը Արցախում։ Ադրբեջանական զորքերը ունեին բարձրության առավելություն, ամրացված դիրքեր եւ թվային գերակշռություն։ Ամեն ռազմական փորձագետ կոկասեր, որ գրոհը անհնար է, բայց Արկադին տեսավ ինչ-որ բան, որը ուրիշները չտեսան։ Նա տեսավ, որ ադրբեջանական պաշտպանությունը, չնայած իր ուժին, ուներ մի թույլ կողմ՝ հոգեբանական թուլություն։ Նրանց զինվորները արդեն վախենում էին, նրանց հրամանատարները արդեն կասկածում էին իրենց հաղթանակի մեջ, եւ Արկադին որոշեց օգտագործել այդ թուլությունը։ Նա պլանավորեց գործողություն, որը կհարվածեր ոչ միայն ադրբեջանական դիրքերին, այլև նրանց հոգեբանությանը։ Արդյոք դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսին էր այդ պլանը, որը փոխեց Արցախի պատմությունը։ Շուշիի ազատագրման գործողության պատրաստությունը սկսվեց 1992 թվականի ապրիլի վերջին, բայց իրական պատրաստությունը սկսվել էր շատ ավելի վաղ։ Արկադի Տեր-Թադևոսյանը գիտեր, որ Շուշին ոչ միայն ռազմավարական, այլև խորհրդանշական նշանակություն ուներ։ Այդ քաղաքի կորուստը կնշանակեր ոչ միայն տարածքային կորուստ, այլև հոգեբանական հարված ամբողջ հայ ժողովրդին։ Հակառակը, նրա ազատագրումը կկարողանար փոխել պատերազմի ամբողջ ընթացքը։ Այդ պատճառով Արկադին մոտեցավ այս գործողությանը ոչ թե որպես սովորական ռազմական առաջադրանքի, այլ որպես պատմական առաքելության։ Նրա մերձավոր օգնականներից մեկը հիշում է. «Կոմանդոսը ասաց մեզ. Շուշին մեր Երուսաղեմն է։ Եթե մենք ազատագրում ենք այն, մենք ցույց ենք տալիս, որ ոչինչ անհնար չէ։ Բայց եթե մենք ձախողվում ենք, մենք կորցնում ենք ոչ միայն քաղաքը, այլև մեր ժողովրդի հավատը»։ Պատրաստության առաջին փուլը եղավ հետախուզությունը։
Արկադին ուղարկեց իր ամենալավ հետախույզներին Շուշի ոչ թե մեկ անգամ, այլ տասնյակ անգամներ։ Նրանք ուսումնասիրեցին ամեն մի փողոց, ամեն մի շենք, ամեն մի հնարավոր ճանապարհ։ Նրանք նկարագրեցին ադրբեջանական դիրքերը այնպիսի մանրամասնությամբ, որ Արկադին կարողանում էր պատկերացնել քաղաքը, կարծես ինքը այնտեղ ապրած լիներ։ Բայց ամենակարևորը, դրանք հավաքեցին տեղեկություններ ադրբեջանցի զինվորների բարոյական վիճակի մասին։ Մի հետախույզ, ով կարողացավ ներթափանցել քաղաք որպես խաղաղ բնակիչ, պատմում է. Ես տեսա, որ ադրբեջանցի զինվորները վախենում էին։ Նրանք խոսում էին փսփսով կոմանդոսի մասին, կարծես նրա անունը միայն արտասանելը կարող էր նրան կանչել։ Մի զինվոր ինձ ասաց. «Եթե հայերը գրոհեն եւ եթե սև արծիվը նրանց հետ է, ես փախչելու եմ։ Ես չեմ ուզում մեռնել անիմաստ»։ Այս տեղեկությունները հաստատեցին Արկադիի կասկածները։ Ադրբեջանական պաշտպանությունը, չնայած իր ֆիզիկական ուժին, հոգեբանորեն արդեն պարտված էր։ Բայց Արկադին գիտեր, որ պետք է ավելին անել։ Նա պետք է ստեղծեր այնպիսի իրավիճակ, որտեղ ադրբեջանցի զինվորները կհանձնվեին առանց լուրջ դիմադրության։ Այդ պատճառով նա մշակեց պլան, որը հիմնված էր 3 սկզբունքների վրա՝ անակնկալություն, արագություն եւ հոգեբանական ճնշում։ Գործողությունը պետք է սկսվեր գիշերվա մութի մեջ, երբ ադրբեջանցի զինվորները ամենակիչ սպասված էին գրոհի։ Հարվածը պետք է լիներ այնքան արագ եւ ուժեղ, որ թշնամին չունենար ժամանակ կազմակերպված դիմադրություն ցույց տալու։ Եվ ամենակարևորը, ադրբեջանցի զինվորները պետք է իմանային, որ կոմանդոսը անձամբ ղեկավարում է գրոհը։ Վերջին կետը էր ամենակարևորը։ Արկադին գիտեր, որ նրա անունը միայնակ կարող էր ստեղծել խուճապ թշնամու շարքերում։ Այդ պատճառով նա որոշեց, որ գործողության սկզբում նրա ջոկատը կօգտագործի ռադիոկապը բաց հաղորդակցության համար, որպեսզի ադրբեջանցիները լսեին կոմանդոս ազդանշանը։ Սա էր հոգեբանական պատերազմի դասական օրինակ՝ օգտագործել թշնամու վախը որպես զենք։ Նրա օգնականներից մեկը սկզբում կասկածեց այս մարտավարության մեջ։ Բայց կոմանդոս, եթե նրանք իմանան, որ դուք այնտեղ եք, նրանք կարող են ուղարկել ամրացումներ։ Արկադին ժպտաց եւ պատասխանեց. Նրանք չեն ուղարկի ամրացումներ։ Նրանք կփախչեն։ Հավատացեք ինձ, ես գիտեմ, թե ինչպես են նրանք մտածում։ 1992 թվականի մայիսի 7-ին գիշերվա 2 ժամին գործողությունը սկսվեց։ Հայկական զորքերը կոմանդոսի ջոկատի գլխավորությամբ սկսեցին բարձրանալ դեպի Շուշի։ Նրանք շարժվում էին լռության մեջ, օգտագործելով այն ճանապարհները, որոնք հետախույզները նախապես ուսումնասիրել էին։ Առաջին ադրբեջանական դիրքը հասան առանց նկատվելու։ Ապա հենց այն պահին, երբ սկսվեց հարվածը, Արկադին անձամբ վերցրեց ռադիոկապը եւ ասաց բաց հաղորդակցությամբ. «Այստեղ կոմանդոս, մենք գալիս ենք»։ Այդ երկու նախադասությունները բավական էին։ Ադրբեջանական դիրքերում սկսվեց խուճապ։ Ռադիոհաղորդակցություններում, որոնք հետագայում ձայնագրվեցին, լսվում է, թե ինչպես են ադրբեջանցի հրամանատարները փորձում վերահսկել իրավիճակը, բայց նրանց ձայներում հստակ լսվում է վախը։ Մի ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է մի սպա աղաղակում. «Սև արծիվը այստեղ է»։ Կրկնում եմ. «Սև արծիվը այստեղ է»։ Ինչ պետք է անենք։ Պատասխանը գալիս է մի քանի վայրկյան անց, բայց ձայնը դողում է. «Պահպանեք դիրքերը, ամրացումներ են ուղարկվում»։ Բայց ամրացումները երբեք չեկան։ Փոխարենը ադրբեջանցի զինվորները սկսեցին լքել իրենց դիրքերը։ Ոմանք փախան դեպի քաղաքի կենտրոն, ուրիշները պարզապես թողեցին իրենց զենքերը եւ հանձնվեցին։ Հայկական զորքերը առաջանում էին ավելի արագ, քան նախատեսված էր պլանում։ Արկադիի մարտավարությունը աշխատում էր կատարյալ։ Նա հաղթում էր ոչ թե զենքով, այլ հոգեբանությամբ։ Բայց գործողությունը չէր ավարտվել։ Շուշիի կենտրոնում ադրբեջանական հրամանատարությունը փորձեց կազմակերպել դիմադրություն։ Նրանք հավաքեցին իրենց լավագույն զորքերը եւ պատրաստվեցին վերջին մարտի։ Բայց նույնիսկ այնտեղ Արկադիի լեգենդը խաղաց իր դերը։ Մի նախկին ադրբեջանցի սպա, ով այդ օրը էր Շուշիում, պատմում է. «Մեր հրամանատարը փորձեց մեզ համոզել կռվել։ Նա ասաց, որ մենք ունենք ավելի շատ զինվորներ, ավելի լավ դիրքեր, որ մենք կարող ենք հաղթել։ Բայց զինվորները չէին հավատում։ Նրանք գիտեին, որ կոմանդոսը գալիս է, եւ նրանք չուզեցին մեռնել»։ Մի զինվոր բացականչեց. «Դուք չեք հասկանում, նա անպարտելի է, մենք չենք կարող հաղթել նրան»։ Եվ այդ պահին ես հասկացա, որ մենք արդեն պարտվել ենք։ Այդ զինվորը ճիշտ էր։ Շուշին ընկավ ոչ թե ռազմական պարտության, այլ հոգեբանական կոլապսի պատճառով։ Երբ հայկական զորքերը մտան Շուշիի կենտրոն, նրանք գտան քաղաք, որը գրեթե դատարկ էր։ Ադրբեջանցի զինվորների մեծ մասը փախել էր, մնացածները հանձնվել էին առանց լուրջ դիմադրության։ Արկադի Տեր-Թադևոսյանը կանգնեց Շուշիի հիմնական հրապարակում եւ նայեց շուրջը։ Նրա ընկերներից մեկը հիշում է այդ պահը։ Կոմանդոսը չէր ժպտում, չէր տոնում։ Նա պարզապես կանգնած էր եւ նայում։ Ապա նա ասաց. «Շատ մարդիկ մեռան այս քաղաքի համար։ Մենք պարտավոր ենք նրանց հիշողությանը արժանի լինել»։
Այս հաղթանակը ոչ թե մեր անձնական հաղթանակն է, այլ մեր ժողովրդի հաղթանակը։ Այդ խոսքերը ցույց էին տալիս Արկադիի իրական բնավորությունը։ Նա չէր փնտրում անձնական փառք, նա ծառայում էր ավելի բարձր նպատակի։ Շուշիի ազատագրումը դարձավ շրջադարձային կետ Արցախյան պատերազմում։ Այն ցույց տվեց, որ հայկական զորքերը կարող են հաղթել նույնիսկ ամենադժվար պայմաններում։ Բայց ավելի կարևորը, այն ցույց տվեց Արկադի Տեր-Թադևոսյանի իրական ազդեցությունը։ Նա ոչ միայն ռազմական հրամանատար էր, այլ խորհրդանիշ։ Խորհրդանիշ հայ ժողովրդի անսասան կամքի, անպարտելի ոգու եւ անսասան հավատի։ Նրա լեգենդը, որը սկսվել էր տարիներ առաջ, հասավ իր գագաթնակետին Շուշիի հրապարակում։ Եվ այդ լեգենդը, այդ վախը, որը նա ստեղծել էր թշնամու սրտերում, դարձավ ամենաուժեղ զենքը, որ երբևէ օգտագործվել է այդ պատերազմում։ Արդյոք դուք հասկանում եք, թե ինչ է նշանակում լինել այնպիսի մարդ, որի անունը միայնակ կարող է փոխել պատերազմի ընթացքը։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Արկադի Տեր-Թադևոսյանի մասին, ամեն մի գաղտնի պլան, ամեն մի թաքնված թունել Ստեփանակերտի տակ, ամեն մի ճանապարհ, որը կարող էր փրկել կամ կործանել։ Այժմ պատկերացրեք, որ պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 1992 թվականի մայիսի 8-ին հենց այդ 12 մարդիկ կայացրին ընտրություն, որը փոխեց Արցախի պատմությունը։ Ովքեր էին նրանք։ Ինչու էր նրանց գոյությունը պահվում խիստ գաղտնիության մեջ։ Եվ ամենակարևորը, ինչ գիտեին նրանք, որ ադրբեջանական հետախուզությունը պատրաստ էր վճարել ցանկացած գին, որպեսզի իմանար։ Այս 12 մարդիկ չէին սովորական պահակներ կամ օգնականներ։ Նրանք էին ներքին շրջանակը, մարդիկ, ովքեր տեսել էին Տոմանդոսին նրա ամենաթույլ պահերին, լսել էին նրա ամենագաղտնի մտքերը, գիտեին նրա ամենախորը վախերը։ Երբ Շուշին ազատագրվեց, այդ 12 հոգուց 7-ը որոշեցին խոսել այն մասին, ինչը տասնամյակներ թաքցվել էր հանրությունից։ Նրանցից մեկը, նախկին անձնական պահակ, ով համաձայնվել է խոսել միայն ստվերում, սկսում է իր պատմությունը։ Մարդիկ տեսնում էին Կոմանդոսին որպես անպարտելի հերոս, որպես մարդ, ով երբեք չի վախենում, երբեք չի կասկածում։ Բայց ես տեսել եմ նրան գիշերները, երբ նա չէր կարող քնել, երբ նա քայլում էր սենյակում ժամերով, երբ նա նայում էր հին լուսանկարներին իր ընտանիքի եւ փսփսում էր անունները։ Նա դադար է անում, ձեռքերը դողում են։ 1991 թվականի նոյեմբերին, մի գիշեր, երբ դուրսը ձյունամրրիկ էր, ես մտա նրա սենյակ եւ տեսա նրան նստած, գլուխը ձեռքերի մեջ։ Մոտեցա եւ հարցրի. «Կոմանդոս, ամեն ինչ կարգին է»։ Նա նայեց ինձ, եւ ես տեսա նրա աչքերում ինչ-որ բան, որ երբեք չէի տեսել։ Վախ։ Ոչ թե վախ մահվանից, այլ վախ ծախողումից։ Նա ասաց. «Ես վախենում եմ, որ մի օր կանեմ սխալ որոշում, եւ մարդիկ կմեռնեն իմ պատճառով։ Ես վախենում եմ, որ իմ լեգենդը դարձել է այնքան մեծ, որ մարդիկ սպասում են ինձանից անհնարին։ Ինչ կլինի, երբ ես չկարողանամ արդարացնել այդ սպասելիքները»։ Այդ խոստովանությունը բացահայտում է Արկադի Տեր-Թադևոսյանի իրական բնավորությունը։ Նա չէր անզգայուն սուպերհերոս, այլ մարդ, ով կրում էր հսկայական բեռ։ Ամեն մի որոշում, ամեն մի հրաման, ամեն մի գործողություն կարող էր փրկել կամ կործանել տասնյակ կյանքեր։ Եվ այդ պատասխանատվությունը ճնշում էր նրան։ Մեկ այլ ներքին շրջանակի անդամ, նախկին բժիշկ, ավելացնում է. «Կոմանդոսը հազվադեպ էր թույլ տալիս մարդկանց տեսնել իր թուլությունը։ Բայց մենք, ովքեր նրա կողքին էինք ամեն օր, տեսնում էինք։ Մենք տեսնում էինք, թե ինչպես է նա ծերանում ամեն մի կորուստից հետո, թե ինչպես են նրա ուսերը ծռվում ամեն մի նոր պատասխանատվությունից։ 1992 թվականի ապրիլին, երբ պատրաստվում էինք Շուշիի գործողությանը, ես նկատեցի, որ նրա ձեռքերը դողում են, երբ նա ուսումնասիրում է քարտեզները։ Հարցրի. «Կոմանդոս, ձեզ լավ չեք զգում»։ Նա ժպտաց եւ ասաց. «Ես լավ եմ։ Պարզապես մտածում եմ բոլոր այն մարդկանց մասին, ովքեր հույս են դրել ինձ վրա»։ Բայց ամենաշոկայինը եկավ, երբ այդ 12 մարդկանցից մեկը բացահայտեց գաղտնիք, որը երբեք չէր պետք հրապարակվեր։ 1991 թվականի դեկտեմբերին Արկադի Տեր-Թադևոսյանը ստացավ նամակ, անանուն նամակ, որը թողնված էր նրա սենյակի դռան առաջ։ Նամակում գրված էր. «Մենք գիտենք, թե որտեղ է ձեր ընտանիքը։ Մենք գիտենք, թե որտեղ են ձեր երեխաները։ Եթե դուք շարունակեք ձեր գործողությունները, նրանք կվտանգվեն։ Դադարեցր այժմ, եւ նրանք կլինեն անվտանգ»։ Այդ նամակը եկել էր ադրբեջանական հետախուզությունից, վերջին փորձ կանգնեցնել Կոմանդոսին ոչ թե զենքով, այլ սպառնալիքով նրա ընտանիքի դեմ։ Ներքին շրջանակի անդամներից մեկը հիշում է այդ օրը։ Երբ Կոմանդոսը կարդաց այդ վդնամակը, նրա դեմքը դարձավ քարե։ Նա կանչեց մեզ բոլորիս եւ ցույց տվեց նամակը, ապա նա ասաց. «Նրանք փորձում են վախեցնել ինձ,
Բայց եթե ես դադարեցնեմ այժմ, ես դավաճանելու եմ բոլոր այն մարդկանց, ովքեր արդեն զոհվել են։ Ես շարունակելու եմ։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դուք պետք է պաշտպանեք իմ ընտանիքին։ Այդ պահից սկսած մենք հասկացանք, որ կոմանդոսը ոչ միայն ռիսկի է ենթարկում իր կյանքը, այլև իր ամենասիրելիների կյանքը։ Այդ սպառնալիքը ցույց էր տալիս, որ ադրբեջանական հրամանատարությունը հասել էր հուսահատության։ Նրանք չէին կարող խախտել կոմանդոսին մարտադաշտում։ Այդ պատճառով փորձում էին հարվածել նրա ամենաթույլ կետին, նրա սերը իր ընտանիքի նկատմամբ։ Բայց այդ փորձը ձախողվեց։ Արկադին ոչ միայն չդադարեցրեց իր գործողությունները, այլև դարձավ ավելի վճռական։ Նա հասկացավ, որ միակ ճանապարհը պաշտպանել իր ընտանիքին հաղթելն էր այս պատերազմում, եւ նա սկսեց պատրաստվել իր ամենամեծ գործողությանը՝ Շուշիի ազատագրմանը։ Բայց արդյոք այդ սպառնալիքը միակն էր, որ կոմանդոսը ստացավ։ Ինչ այլ գաղտնիքներ էին թաքցնում այդ 12 մարդիկ, ովքեր գիտեին ամեն ինչ։ Ադրբեջանական անվտանգության ծառայությունը պահպանում էր դոսիեներ հատուկ կոդով UM0544։ Դոսիեներ այնքան գաղտնի, որ ամբողջ երկրում գոյություն ունեին միայն 3 օրինակ։ Այդ դոսիեներում էին տեղեկություններ Արկադի Տեր-Թադևոսյանի իրական ազդեցության մասին, տվյալներ նրա առողջական վիճակի մասին, որը նա թաքցնում էր հանրությունից, եւ ինչ-որ շատ ավելի ցնցող բան՝ պլաններ նրան վերացնելու համար։ Երբ 1992 թվականի մայիսին հայկական զորքերը մտան Շուշիի նախկին ադրբեջանական հրամանատարության շենք, նրանք գտան այդ դոսիեների մի մասը, այն մասը, որը չհասցրին ոչնչացնել։ Փաստաթղթերը ցույց էին տալիս, որ ադրբեջանական հետախուզությունը տարիներ շարունակ փորձել էր հասկանալ կոմանդոսի գաղտնիքը։ Նրանք ուսումնասիրել էին նրա անցյալը, նրա ընտանիքը, նրա առողջությունը, նրա հոգեբանությունը։ Բայց ամենաարժեքավոր տեղեկությունը, որը նրանք փնտրում էին, մնում էր անհասկընտրում էին։ Մնում էր անհասանելի։ Ինչպես էր մի մարդ կարողանում ստեղծել այդպիսի վաղ ամբողջ բանակի մեջ։ Դոսիեներից մեկում, որը թվագրված է 1991 թվականի հոկտեմբերով, կա հատված, որը բացահայտում է ադրբեջանական հրամանատարության հուսահատությունը։ Օբյեկտ Սև արծիվ շարունակում է ցույց տալ անսովոր կարողություններ մարտական գործողություններում։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նրա հաջողությունը հիմնված է ոչ միայն ռազմական հմտությունների վրա, այլև հոգեբանական ազդեցության վրա։ Նա ստեղծել է լեգենդ, որը գործում է որպես զենք։ Մեր զինվորները վախենում են նրանից ավելի, քան մահվանից։ Առաջարկվում է օգտագործել հակաքարոզչություն, ոչնչացնել այդ լեգենդը։ Բայց նախնական փորձերը ցույց են տվել, որ մեր զինվորները չեն հավատում մեր քարոզչությանը։ Նրանք հավատում են այն, ինչ տեսել են իրենց աչքերով։ Այս փաստաթուղթը ցույց է տալիս, որ ադրբեջանական հրամանատարությունը կորցրել էր ոչ միայն մարտական գործողությունների վերահսկողությունը, այլև իր սեփական զինվորների վստահությունը։ Բայց ամենաշոկայինը եղավ մեկ այլ փաստաթուղթ, որը գտնվեց այրված թղթերի մեջ։ Հայկական հետախույզները կարողացան վերականգնել այդ փաստաթղթի մի մասը, եւ այն, ինչ նրանք կարդացին, փոխեց ամեն ինչ։ Փաստաթուղթը թվագրված էր 1992 թվականի ապրիլի 25-ով, ընդամենը 12 օր առաջ Շուշիի ազատագրումից։ Այնտեղ գրված էր. «Բարձրագույն հրամանատարությունը որոշել է, որ օբյեկտ Սև արծիվը պետք է վերացվի ցանկացած գնով։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ նա պատրաստվում է մեծ գործողության։ Եթե այդ գործողությունը հաջողվի, մենք կորցնելու ենք Շուշին։ Եթե մենք կորցնենք Շուշին, մենք կորցնելու ենք պատերազմը։ Այդ պատճառով օբյեկտ Սև արծիվը պետք է կանգնեցվի, նախքան այդ գործողությունը սկսվի։ Բոլոր միջոցները թույլատրված են»։ Այս փաստաթուղթը ապացուցում էր, որ ադրբեջանական հրամանատարությունը պլանավորել էր Արկադի Տեր-Թադևոսյանի սպանությունը։ Հայկական հետախուզությունը սկսեց ուսումնասիրել, թե ինչպես էր ադրբեջանական կողմը պլանավորում իրականացնել այդ սպանությունը։ Նրանք գտան ավելի շատ փաստաթղթեր, որոնք նկարագրում էին մանրամասն պլան։ Ադրբեջանական հատուկ ծառայությունները պատրաստել էին 3 սցենար։ Առաջին սցենարը՝ օգտագործել դիպուկահար, ով կգտնվեր Շուշիի շրջակայքում եւ կկրակեր կոմանդոսի վրա, երբ նա կհայտնվեր բաց տարածքում։ Երկրորդ սցենարը՝ օգտագործել ականապատ ճանապարհները, որոնք կոմանդոսի ջոկատը սովորաբար օգտագործում էր։ Երրորդ սցենարը՝ ամենավտանգավորը՝ ներթափանցնել գործակալ կոմանդոսի ներքին շրջանակ եւ թունավորել նրան։ Այս վերջին սցենարը էր ամենավտանգավորը, որովհետև այն նշանակում էր, որ ադրբեջանական հետախուզությունը ուներ գործակալ կոմանդոսի մոտ, մարդ, ում նա վստահում էր։ Այս բացահայտումը ստեղծեց խուճապ հայկական հրամանատարության մեջ։ Ո՞վ էր այդ դավաճանը։ Ո՞վ էր այն մարդը, ով պատրաստ էր դավաճանել կոմանդոսին։ Հետաքննությունը սկսվեց անմիջապես, բայց այն, ինչ նրանք գտան, եղավ ավելի ցնցող, քան ցանկացած անակնկալիք։ Դավաճանը չէր կոմանդոսի ներքին շրջանակից։ Դավաճանը էր մի մարդ, ով ծառայում էր հայկական հրամանատարության բարձր մակարդակում։
Մարդ, ով ուներ մուտք գաղտնի տեղեկությունների եւ ով կարող էր փոխանցել այդ տեղեկությունները ադրբեջանական կողմին։ Երբ այդ մարդը ձերբակալվեց 1992 թվականի հունիսին, նա խոստովանեց, որ աշխատել է ադրբեջանական հետախուզության համար 3 տարի։ Նա փոխանցել էր տեղեկություններ հայկական զորքերի շարժումների, պլանների եւ ամենակարևորը կոմանդոսի գործողությունների մասին։ Բայց երբ նրան հարցրին, թե ինչու է դա արել, նրա պատասխանը եղավ անսպասելի։ Նրանք սպառնացին իմ ընտանիքին։ Նրանք ասացին, որ եթե ես չօգնեմ նրանց, իմ կինն ու երեխաները կմեռնեն։ Ես ընտրություն չունեի։ Այս պատմությունը ցույց է տալիս պատերազմի մեկ այլ դեմքը, դեմքը, որը հազվադեպ է քննարկվում։ Պատերազմը ոչ միայն հերոսների եւ հաղթանակների մասին է, այն նաեւ դավաճանության, սպառնալիքների եւ անհնար ընտրությունների մասին է։ Այդ մարդը, ով դավաճանեց իր ժողովրդին, չէր չար մարդ։ Նա էր հայր, ով փորձում էր պաշտպանել իր ընտանիքը, բայց նրա ընտրությունը կարող էր արժենալ Արկադի Տեր-Թադևոսյանի կյանքը եւ հնարավոր է ամբողջ պատերազմի ելքը։ Երբ կոմանդոսին պատմեցին այդ դավաճանության մասին, նա լռեց երկար ժամանակ։ Ապա նա ասաց. «Ես չեմ դատապարտում նրան։ Ես հասկանում եմ, թե ինչու է նա դա արել, բայց դա չի փոխում փաստը, որ նրա գործողությունները վտանգի էին ենթարկել տասնյակ կյանքեր։ Արդարությունը պետք է իր ընթացքը ունենա»։ Այդ խոսքերը ցույց էին տալիս կոմանդոսի բարդ անհատականությունը։ Նա կարող էր լինել ողորմած, բայց նաև անողոք, երբ խոսքը վերաբերում էր արդարությանը։ Բայց ամենակարևոր հարցը մնում էր անպատասխան։ Արդյոք ադրբեջանական հետախուզությունը ուներ ուրիշ գործակալներ հայկական կողմում։ Արդյոք կային ուրիշ մարդիկ, ովքեր պատրաստ էին դավաճանել իրենց ժողովրդին սպառնալիքների կամ փողի դիմաց։ Այս հարցերը տանջում էին հայկական հրամանատարությանը տարիներ շարունակ։ Եվ նույնիսկ այսօր, 34 տարի անց, կան գաղտնիքներ, որոնք դեռևս չեն բացահայտվել։ Կան փաստաթղթեր, որոնք դեռևս թաքնված են արխիվներում։ Կան մարդիկ, ովքեր դեռևս պահում են լռությունը։ Բայց մի բան հստակ է. Արկադի Տեր-Թադևոսյանը գիտեր այդ վտանգների մասին, եւ նա շարունակեց իր առաքելությունը, չնայած բոլոր սպառնալիքներին։ Նա գիտեր, որ ամեն օր կարող էր լինել նրա վերջին օրը, բայց նա ընտրեց կռվել։ Կռվել իր ժողովրդի, իր հողի, իր ապագայի համար։ Արդյոք դուք կարող եք պատկերացնել, թե ինչ է նշանակում ապրել այդպիսի վախի մեջ, բայց չհանձնվել երբեք։ 1991 թվականի ձմեռը Արկադի Տեր-Թադևոսյանի առողջությունը սկսեց վատանալ։ Նրա մերձավոր ընկերները նկատեցին, որ նա հաճախ էր գանգատվում գլխացավից, որ նրա ձեռքերը երբեմն դողում էին առանց պատճառի, որ նա կորցնում էր քաշը։ Բայց կոմանդոսը մերժում էր խոսել այդ մասին։ Երբ նրան առաջարկում էին գնալ բժշկի մոտ, նա ժպտում էր եւ ասում. «Ես լավ եմ, պարզապես հոգնած եմ։ Երբ պատերազմը ավարտվի, ես կհանգստանամ»։ Բայց նրա անձնական բժիշկը, ով տեսնում էր նրան կանոնավոր, գիտեր ճշմարտությունը։ 1992 թվականի մարտին այդ բժիշկը գաղտնի զեկույց գրեց հայկական հրամանատարությանը։ Զեկույցում նա նշեց, որ կոմանդոսի առողջական վիճակը լուրջ մտահոգություն է հարուցում, որ նա ցուցաբերում է ծանր սթրեսի եւ հոգնածության նշաններ, եւ որ եթե նա չհանգստանա, հետևանքները կարող են լինել անդառնալի։ Բայց այդ զեկույցը երբեք չհասավ կոմանդոսին։ Հայկական հրամանատարությունը որոշեց թաքցնել այն, վախենալով, որ եթե կոմանդոսը իմանա իր իրական վիճակի մասին, նա կարող է դադարեցնել իր գործողությունները, եւ նրանք չէին կարող թույլ տալ դա։ Կոմանդոսը չէր պարզապես մի հրամանատար, նա էր խորհրդանիշ, լեգենդ, հույս։ Նրա բացակայությունը կարող էր ունենալ աղետալի հետևանքներ ամբողջ պատերազմի ընթացքի վրա։ Այդ պատճառով նրանք որոշեցին լռել։ Բայց այդ որոշումը ուներ գին, որը կոմանդոսը վճարեց իր առողջությամբ։ Նրա նախկին բժիշկը, ով այժմ ապրում է օտար երկրում, պատմում է այդ ժամանակաշրջանի մասին ցավով։ Ես տեսնում էի, թե ինչպես է նա տառապում։ Ես տեսնում էի, թե ինչպես է ամեն մի գործողություն վերցնում նրա ուժերի մի մասը։ Բայց ես չէի կարող ոչինչ անել։ Նա մերժում էր հանգստանալ։ Նա ասում էր. «Ես կհանգստանամ, երբ Շուշին ազատագրվի։ Մինչ այդ ես պարտավոր եմ շարունակել»։ Այդ խոսքերը ցույց են տալիս Արկադի Տեր-Թադևոսյանի անսասան կամքը։ Նա գիտեր, որ նրա մարմինը տառապում է, բայց նա ընտրեց անտեսել այդ ցավը։ Նա գիտեր, որ ամեն մի օր կարող էր լինել նրա վերջին օրը, բայց նա շարունակեց կռվել։ Ինչու՞։ Որովհետև նա հավատում էր, որ նրա առաքելությունը ավելի կարևոր էր, քան նրա անձնական բարեկեցությունը։ Նա հավատում էր, որ եթե նա կարող է փրկել մեկ կյանք, եթե նա կարող է ազատագրել մեկ քաղաք, եթե նա կարող է տալ հույս իր ժողովրդին, ապա նրա տառապանքը արժե դա։ Այս մտածելակերպը էր, որը նրան դարձրեց լեգենդ, բայց այն նաև էր, որը սպառեց նրան ֆիզիկորեն եւ հոգեպես։ Նրա ընկերներից մեկը հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ 1992 թվականի ապրիլի վերջին։ Մենք նստած էինք խրամատում, եւ կոմանդոսը նայում էր դեպի Շուշի։ Նա ասաց.
Երբ մենք ազատագրենք այդ քաղաքը, ես գիտեմ, որ ես արել եմ ինչ-որ բան իմաստալից։ Ես գիտեմ, որ իմ կյանքը ունեցել է նպատակ, եւ դա բավական է։ Բայց կոմանդոսի առողջական խնդիրները չէին միակ գաղտնիքը, որը թաքցվում էր։ 1992 թվականի մայիսի սկզբին, ընդամենը մի քանի օր առաջ Շուշիի ազատագրումից, տեղի ունեցավ դեպք, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Կոմանդոսի ջոկատը կատարում էր հետախուզական գործողություն Շուշիի մերձակայքում, երբ նրանք ընկան ադրբեջանական դարանի մեջ։ Կրակոցների փոխանակումը մտևեց մի քանի րոպե, բայց այդ մի քանի րոպեների ընթացքում կոմանդոսը վիրավորվեց։ Փամփուշտը անցավ նրա ձախ ուսի միջով, բավականին մոտ սրտին։ Նրա ընկերները անմիջապես տարհանեցին նրան, եւ բժիշկները կարողացվեցին փրկել նրա կյանքը։ Բայց այդ վիրավորումը պահվեց խիստ գաղտնիության մեջ։ Հայկական հրամանատարությունը վախենում էր, որ եթե ադրբեջանական կողմը իմանա, որ կոմանդոսը վիրավորված է, նրանք կօգտագործեն այդ տեղեկությունը իրենց օգտին։ Այդ պատճառով կոմանդոսի վիրավորումը թաքցվեց նույնիսկ հայկական զինվորների մեծ մասից։ Միայն նրա ամենամերձավոր շրջանակը գիտեր ճշմարտությունը։ Եվ կոմանդոսը, չնայած իր վիրավորմանը, շարունակեց պատրաստվել Շուշիի գործողությանը։ Նրա բժիշկը հիշում է. «Ես ասացի նրան. «Կոմանդոս, դուք պետք է հանգստանաք։ Ձեր վերքը դեռ չի բուժվել։ Եթե դուք շարունակեք, դուք կարող եք մահանալ արյունահոսությունից»։ Նա նայեց ինձ եւ ասաց. «Եթե ես չգնամ, ով կգնա։ Ով կղեկավարի գործողությունը։ Ես չեմ կարող թույլ տալ, որ այս հնարավորությունը կորչի։ Շուշին պետք է ազատագրվի, եւ ես պետք է այնտեղ լինեմ»։ Այդ խոսքերից հետո ես հասկացա, որ ոչինչ չէր կարող կանգնեցնել նրան։ Նա պատրաստ էր մեռնել, եթե դա նշանակում էր Շուշիի ազատագրում։ Այս պատմությունը բացահայտում է Արկադի Տեր-Թադևոսյանի իրական բնավորությունը։ Նա չէր սուպերհերոս, ով չէր զգում ցավը։ Նա էր մարդ, ով զգում էր ամեն մի ցավ, ամեն մի վախ, բայց ընտրում էր շարունակել։ Նա էր մարդ, ով դրեց իր առաքելությունը իր անձնական բարեկեցությունից բարձր։ Եվ հենց այդ ընտրությունը, այդ զոհողությունը դարձրեց նրան լեգենդ։ Երբ Շուշին ազատագրվեց 1992 թվականի մայիսի 8-ին, կոմանդոսը կանգնեց քաղաքի հրապարակում, վիրավորված, հոգնած, բայց հաղթող։ Նրա ընկերները տեսան, որ նրա վերքից արյուն է գալիս։ Թե ինչ է նշանակում լինել այդպիսի խորհրդամիջ։ Խորհրդամիջ, որը պետք է միշտ ուժեղ թվա, նույնիսկ երբ ներսից քանդվում ես։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Արկադի Տեր-Թադևոսյանի անձնական անվտանգության համար, համաձայնվել է խոսել տեսախցիկների առջև։ Այն, ինչ նա մեզ պատմում է վերջին շաբաթների մասին, կհակադարձի այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք։ Սկսած մտերիմ զրույցներից կոմանդոսի եւ Եղենայի միջև, մինչև հուսահատ փախուստի պլանները, վերջին գիշերը, երբ նրանք հասկացան, որ ամեն ինչ ավարտվել է։ Բացառիկ վկայություն, որը ձեզ կպահի շունչը կտրած վիճակում։ Այս մարդը, ում անունը մենք չենք կարող բացահայտել անվտանգության պատճառներով, ծառայել է կոմանդոսի կողքին 1991 թվականից մինչև 1994 թվականը։ Նա տեսել է ամեն ինչ, սկսած հաղթանակների գագաթնակետից մինչև ամենամամուտ պահերը, երբ կոմանդոսը մենակ էր իր կասկածների հետ։ 1992 թվականի 2 թվականի մայիսի 12-ին, 4 օր անց Շուշիի ազատագրումից, ես մտա կոմանդոսի սենյակ եւ տեսա նրան նստած ձեռքերում մի նամակ։ Սկսում է նա իր պատմությունը։ Նամակը եկել էր անանուն, բայց ես անմիջապես ճանաչեցի ձեռագիրը։ Այն նույն ձեռագիրն էր, որը մենք տեսել էինք նախորդ սպառնալիքներում։ Կոմանդոսը կարդաց նամակը բարձրաձայն, եւ ես երբեք չեմ մոռանա այդ խոսքերը։ Դուք հաղթեցիք Շուշիում, բայց դուք կորցրեցիք ավելի շատ, քան կարծում եք։ Մենք գիտենք ձեր ամեն մի քայլը, մենք գիտենք ձեր ամեն մի թուլությունը, եւ շուտով դուք կիմանաք, որ հաղթանակը միշտ չէ, որ վերջն է։ Կոմանդոսը ծալեց նամակը եւ նայեց ինձ։ Նրա աչքերում ես տեսա ոչ թե վախ, այլ հոգնածություն։ Խորը,
հոգեկան հոգնածություն։ Նա ասաց. «Նրանք երբեք չեն դադարի, նույնիսկ հիմա, երբ մենք հաղթել ենք, նրանք փորձում են ոչնչացնել ինձ, բայց ես չեմ թույլ տա, որ նրանք հաղթեն»։ Այդ նամակը սկիզբն էր նոր փուլի, որը շատերը չգիտեն։ Շուշիի ազատագրումից հետո Արկադի Տեր-Թադևոսյանը դարձավ ավելի քան պարզապես ռազմական հրամանատար։ Նա դարձավ ազգային հերոս, խորհրդանիշ, լեգենդ։ Բայց այդ փառքի հետ եկավ նաև ավելի մեծ վտանգ։ Ադրբեջանական հետախուզությունը չդադարեց իր փորձերը վերացնել նրան։ Հակառակը, նրանք ավելացրին իրենց ջանքերը։ Նրանք հասկացան, որ կոմանդոսը ոչ միայն ռազմական սպառնալիք էր, այլև հոգեբանական սպառնալիք։ Սպառնալիք, որը կարող էր ոգեշնչել ամբողջ սերունդ։ Այդ պատճառով նրանք որոշեցին օգտագործել ավելի բարդ մեթոդներ։ Նրանք սկսեցին տարածել ապատեղեկատվություն, փորձեցին ստեղծել կասկած կոմանդոսի շուրջը, փորձեցին բաժանել նրան իր ընկերներից։ Եվ ամենավտանգավորը, նրանք սկսեցին աշխատել ներսից, փորձելով գտնել մարդկանց, ովքեր կարող էին դավաճանել նրան։ Հայկական հետախուզությունը հայտնաբերեց այդ պլանները 1992 թվականի հունիսին։ Նրանք ձեռք բերեցին փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները ստեղծել էին ամբողջ ցանց, որի նպատակն էր ոչնչացնել կոմանդոսի հեղինակությունը եւ, եթե հնարավոր լիներ, վերացնել նրան ֆիզիկորեն։ Այդ ցանցը ներառում էր կաշառված լրագրողներ, ովքեր պետք է գրեին բացասական հոդվածներ կոմանդոսի մասին, գործակալներ, ովքեր պետք է տարածեին հուսախախ պատմություններ նրա մասին, եւ ամենավտանգավորը, մարդիկ, ովքեր պետք է ներթափանցեին նրա ներքին շրջանակ։ Բայց կոմանդոսը, իմանալով այդ վտանգների մասին, չդադարեց իր աշխատանքը։ Նա շարունակեց ղեկավարել գործողություններ, շարունակեց ուսուցանել նոր զինվորների, շարունակեց լինել այն խորհրդանիշը, որը նրա ժողովուրդը կարիք ուներ։ Բայց գնին։ Ինչ գին էր վճարում Արկադի Տեր-Թադևոսյանը իր անսասան նվիրվածության համար։ Նրա ընտանիքի անդամներից մեկը, ով համաձայնվել է խոսել անանուն, բացահայտում է այն, ինչը երբեք չի քննարկվել հրապարակայնորեն։ Կոմանդոսը հազվադեպ էր տեսնում իր ընտանիքին։ Երբ նա տուն էր գալիս, նա էր այնքան հոգնած, որ գրեթե չէր խոսում։ Նա նստում էր անկյունում եւ նայում էր իր երեխաներին։ Նայում, կարծես փորձում էր հիշել նրանց դեմքերը, կարծես վախենում էր, որ մի օր չի վերադառնա եւ չի տեսնի նրանց։ Մի անգամ 1992 թվականի աշնանը նրա կինը հարցրեց նրան. «Արկադի, երբ է այս ամենը ավարտվելու։ Երբ ես դու վերադառնալու մեզ մոտ»։ Նա նայեց նրան, եւ ես տեսա նրա աչքերում արցունքներ։ Նա ասաց. «Ես չգիտեմ։ Ես միայն գիտեմ, որ ես պետք է շարունակեմ, մինչև մեր ժողովուրդը անվտանգ է»։ Եվ այդ պահին ես հասկացա, որ նա արդեն կորցրել էր իր անձնական կյանքը։ Նա դարձել էր խորհրդանիշ, եւ խորհրդանիշները չեն կարող ունենալ սովորական կյանք։ Այս վկայությունը բացահայտում է Արկադի Տեր-Թադևոսյանի իրական զոհողությունը։ Նա զոհաբերեց ոչ միայն իր առողջությունը, ոչ միայն իր անվտանգությունը, այլև իր ընտանեկան կյանքը։ Նա դարձավ գերի իր սեփական լեգենդի, որը նա ստեղծել էր, բայց որը այժմ վերահսկում էր նրան։ Մարդիկ սպասում էին նրանից անհնարը։ Նրանք սպասում էին, որ նա միշտ հաղթի, միշտ ուժեղ լինի, միշտ անպարտելի լինի։ Եվ կոմանդոսը, չուզելով հիասթափեցնել նրանց, շարունակեց խաղալ այդ դերը, նույնիսկ երբ ներսից քանդվում էր։ Նրա մերձավոր ընկերներից մեկը հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ 1993 թվականի ձմռանը։ Մենք նստած էինք խրամատում, եւ կոմանդոսը ասաց ինչ-որ բան, որը ցնցեց ինձ։ Նա ասաց. «Երբեմն ես մտածում եմ, թե ինչ կլիներ, եթե ես երբեք չդառնայի կոմանդոս։ Եթե ես պարզապես մնայի Արկադի, սովորական մարդ, ով ապրում է սովորական կյանք։ Բայց ապա ես հիշում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հույս են դրել ինձ վրա, եւ ես հասկանում եմ, որ ես այլևս ընտրություն չունեմ։ Ես պետք է լինեմ կոմանդոս մինչև վերջ»։ Բայց ով էր այդ վերջը որոշելու։ Ով էր որոշելու, թե երբ կոմանդոսի առաքելությունը ավարտված է։ Այդ հարցերը տանջում էին Արկադի Տեր-Թադևոսյանին տարիներ շարունակ, եւ պատասխանը եկավ ամենաանսպասելի ձևով։ 1994 թվականի մայիսին, երբ Արցախյան պատերազմը պաշտոնապես ավարտվեց հրադադարով, կոմանդոսը հասկացավ, որ նրա դերը փոխվում է։ Նա այլևս չէր մարտադաշտի հրամանատարը։ Նա դարձավ խորհրդատու, ուսուցիչ, խորհրդանիշ։ Բայց այդ անցումը չէր հեշտ։ Նրա նախկին օգնականներից մեկը պատմում է. «Կոմանդոսը չգիտեր, թե ինչպես ապրել խաղաղության մեջ։ Նա ամբողջ իր չափահաս կյանքը անցկացրել էր պատերազմում։ Երբ պատերազմը ավարտվեց, նա կորցրեց իր նպատակը։ Նա փորձեց գտնել նոր դեր, բայց դա դժվար էր։ Մարդիկ դեռ տեսնում էին նրան որպես կոմանդոս, անպարտելի հերոս։ Բայց նա ուզում էր լինել պարզապես Արկադի, հայր, ամուսին, սովորական մարդ։ Այս պայքարը լեգենդի եւ մարդու միջև սահմանեց Արկադի Տեր-Թադևոսյանի վերջին տարիները։
Նա փորձեց գտնել հավասարակշռություն, բայց դա երբեք լիովին չհաջողվեց։ Նա մնաց կոմանդոս, մնաց այն խորհրդանիշը, որը նրա ժողովուրդը կարիք ուներ։ Եվ երբ նրա ուղին ավարտվեց 2003 թվականի հուլիսի 32-ին, ամբողջ Հայաստանը եւ Արցախը սգաց։ Բայց նրանք սգում էին ոչ միայն մի մարդու կորստի համար։ Նրանք սգում էին մի դարաշրջանի ավարտի համար։ Դարաշրջանի, երբ մի մարդու անունը կարող էր փոխել պատերազմի ընթացքը, երբ մի լեգենդը կարող էր ստեղծել հույս ամբողջ ժողովրդի մեջ։ Արդյոք մենք երբևէ կտեսնենք նման մարդու։ Արդյոք մենք երբևէ կունենանք նման հերոս, ով պատրաստ է զոհաբերել ամեն ինչ իր ժողովրդի համար։ Պատկերացրեք, որ դուք պահում եք գաղտնիք այնքան մեծ, որ դրա բացահայտումը կարող է փոխել ամբողջ պատմությունը։ Հիմա պատկերացրեք, որ այդ գաղտնիքը վերաբերում է ամենահայտնի մարդուն ձեր երկրում։ Ինչ կանեիք։ Կպահեիք լռությունը, թե կխոսեիք։ 1994 թվականի օգոստոսին մի մարդ կայացրեց այդ ընտրությունը։ Այդ մարդը էր Արկադի Տեր-Թադևոսյանի ամենամերձավոր ընկերներից մեկը։ Մարդ, ով ծառայել էր նրա հետ սկզբից ի վեր, ով տեսել էր ամեն ինչ, ով գիտեր ամեն գաղտնիք։ Եվ այդ մարդը որոշեց խոսել։ Նա գրեց նամակ հայկական հրամանատարությանը, նամակ, որտեղ բացահայտեց ինչ-որ բան, որը երբեք չէր պետք հրապարակվեր։ Նա բացահայտեց, որ Շուշիի ազատագրման ժամանակ Արկադի Տեր-Թադևոսյանը գիտեր մի գաղտնիք, որը կարող էր փրկել տասնյակ կյանքեր, բայց որը նա ընտրեց չբացահայտել։ Այդ գաղտնիքը վերաբերում էր ադրբեջանական պաշտպանության թույլ կետին։ Հայկական հետախուզությունը հայտնաբերել էր, որ Շուշիի հարավային մասում կա թունել, որը կապում էր քաղաքը արտաքին աշխարհի հետ։ Այդ թունելը օգտագործվում էր ադրբեջանական զորքերի կողմից մարդկանց եւ զինամթերքի տեղափոխման համար։ Եթե հայկական զորքերը փակեին այդ թունելը, ադրբեջանական պաշտպանությունը կփլուզվեր ավելի արագ, եւ կորուստները երկու կողմերից կլինեին շատ ավելի քիչ։ Բայց կոմանդոսը որոշեց չօգտագործել այդ տեղեկությունը։ Ինչու՞։ Նրա ընկերը բացատրում է նամակում։ Կոմանդոսը ասաց ինձ, որ եթե մենք փակենք այդ թունելը, ադրբեջանցի զինվորները կհայտնվեն թակարդում։ Նրանք կհայտնվեն իրավիճակում, որտեղ նրանք կկռվեն մինչև վերջ, որովհետև նրանք չեն ունենա փախուստի ճանապարհ։ Եվ դա կնշանակի ավելի շատ մահ երկու կողմերից։ Նա ասաց. «Ես ուզում եմ հաղթել, բայց ես չեմ ուզում անիմաստ արյունահեղություն։ Եթե մենք թողնենք նրանց փախուստի ճանապարհ, նրանք կփախչեն, եւ մենք կհաղթենք առանց ավելորդ զոհերի»։ Այս որոշումը ցույց է տալիս Արկադի Տեր-Թադևոսյանի իրական բնավորությունը։ Նա չէր սովորական ռազմական հրամանատար, ով փնտրում էր միայն հաղթանակ։ Նա էր մարդասեր, ով փնտրում էր հաղթանակ նվազագույն արյունահեղությամբ։ Նա հասկանում էր, որ ադրբեջանցի զինվորները նույնպես մարդիկ էին, մարդիկ, ովքեր ուներին ընտանիքներ, երազներ, հույսեր, եւ նա չուզեց անիմաստ սպանել նրանց։ Այս մարդասիրությունը, այս կարեկցանքը էր այն, ինչը կոմանդոսին տարբերում էր ուրիշ հրամանատարներից։ Բայց այդ որոշումը նաև ստեղծեց վիճաբանություն։ Երբ այդ նամակը հասավ հայկական հրամանատարությանը, ոմանք քննադատեցին կոմանդոսին։ Նրանք ասացին, որ նա կորցրեց հնարավորություն ավելի արագ հաղթելու։ Նրանք ասացին, որ նա դրեց թշնամու կյանքները իր սեփական զինվորների կյանքներից բարձր։ Բայց ուրիշները պաշտպանեցին նրան։ Նրանք ասացին, որ կոմանդոսը ցույց տվեց իրական մարդկայնություն, որը հազվադեպ է տեսնվում պատերազմում։ Այս վիճաբանությունը շարունակվեց տարիներ շարունակ։ Բայց Արկադի Տեր-Թադևոսյանը երբեք չխոսեց այդ մասին հրապարակայնորեն։ Նա պահպանեց լռությունը, թույլ տվեց ուրիշներին վիճաբանել, բայց ինքը երբեք չպաշտպանեց իր որոշումը։ Ինչու՞։ Նրա մերձավոր ընկերներից մեկը բացատրում է. Կոմանդոսը հավատում էր, որ իրական ղեկավարը չի փնտրում արդարացում իր որոշումների համար։ Նա կայացնում է որոշումներ հիմնվելով իր խղճի վրա եւ ապա ապրում է այդ որոշումների հետևանքների հետ։ Նա գիտեր, որ նրա որոշումը փրկեց կյանքեր, երկու կողմերի կյանքեր, եւ դա բավական էր նրա համար։ Այս փիլիսոփայությունը ցույց է տալիս Արկադի Տեր-Թադևոսյանի խորը բարոյականությունը։ Նա չէր մարդ, ով որոշումներ էր կայացնում հիմնվելով քաղաքական հաշվարկների կամ հանրային կարծիքի վրա։ Նա որոշումներ էր կայացնում հիմնվելով իր ներքին բարոյական կողմնացույցի վրա, կողմնացույցի, որը միշտ ցույց էր տալիս դեպի մարդկայնություն եւ կարեկցանություն։ Բայց այդ որոշումը նաեւ ուներ անսպասելի հետևանք։ Երբ ադրբեջանցի զինվորները փախան Շուշիից այդ թունելի միջով, նրանցից շատերը պատմեցին իրենց ընկերներին եւ ընտանիքներին, թե ինչպես են հայկական զորքերը թույլ տվել նրանց փախչել։ Նրանք պատմեցին, որ հայերը կարող էին փակել թունելը եւ սպանել նրանց բոլորին, բայց չարեցին։ Այդ պատմությունները տարածվեցին եւ դրանք փոխեցին ինչ-որ բան։ Փոխեցին այն ձևը, որով ադրբեջանցի զինվորները տեսնում էին հայերին։ Նրանք սկսեցին հասկանալ, որ հայերը ոչ թե անգութ թշնամիներ էին, այլ մարդիկ, ովքեր նույնպես ուզում էին խաղաղություն։
Եվ այդ փոփոխությունը, թեև փոքր, ստեղծեց հիմք ապագա խաղաղության համար։ Արկադի Տեր-Թադևոսյանը իր մարդասիրությամբ ցանեց սերմեր, որոնք հնարավոր է մի օր աճեն եւ դառնան իրական խաղաղություն։ Արդյոք դուք հասկանում եք, թե ինչ է նշանակում ունենալ այդպիսի տեսլական, որը տեսնում է ոչ միայն այսօրվա հաղթանակը, այլև վաղվա խաղաղությունը։ 2002 թվականի աշնանը Արկադի Տեր-Թադևոսյանը ստացավ ախտորոշում, որը փոխեց ամեն ինչ։ Բժիշկները հայտնաբերեցին, որ նա ունի լուրջ առողջական խնդիր, որը զարգացել էր տարիների ընթացքում, բայց որը նա անտեսել էր։ Նրա ընտանիքի անդամներից մեկը հիշում է այդ օրը։ Երբ բժիշկը պատմեց մեզ ախտորոշման մասին, կոմանդոսը չցնցվեց։ Նա պարզապես գլուխը շարժեց եւ ասաց. «Ես գիտեի, որ ինչ-որ բան սխալ է, բայց ես ուներ ավելի կարևոր բաներ անելու։ Հիմա, երբ պատերազմը ավարտված է, երբ մեր ժողովուրդը անվտանգ է, ես կարող եմ հանգստանալ»։ Բայց հանգիստը չեկավ։ Հաջորդ ամիսները կոմանդոսը անցկացրեց հիվանդանոցներում, բուժումներ ստանալով, բայց նրա վիճակը շարունակեց վատանալ։ Նրա ընկերները այցելում էին նրան, եւ նրանք տեսնում էին, թե ինչպես է այդ ուժեղ մարդը, ով երբեք չէր հանձնվել, դանդաղորեն թուլանում։ Բայց նույնիսկ իր վերջին օրերին Արկադի Տեր-Թադևոսյանը մնաց կոմանդոս։ Նա շարունակեց ընդունել այցելուներ, շարունակեց խոսել երիտասարդ զինվորների հետ, շարունակեց տալ խորհուրդներ հայկական հրամանատարությանը։ Նրա նախկին օգնականներից մեկը հիշում է վերջին զրույցը, որը նրանք ունեցան։ Ես այցելեցի կոմանդոսին 2003 թվականի հուլիսի սկզբին։ Նա շատ թույլ էր, բայց նրա աչքերը դեռ ուներին այդ կրակը, որը ես տեսել էի տարիներ շարունակ։ Նա ասաց ինձ. «Ես չեմ վախենում մահվանից։ Ես ապրեցի լիարժեք կյանք։ Ես արեցի այն, ինչ պետք է անեի։ Բայց ես մտահոգված եմ մեր ժողովրդի ապագայի համար։ Ես մտահոգված եմ, որ նոր սերունդը կմոռանա այն դասերը, որոնք մենք սովորեցինք այս պատերազմից։ Խոստացիր ինձ, որ դու կպատմես նրանց մեր պատմությունը։ Խոստացիր, որ դու չես թույլ տա, որ նրանք մոռանան»։ Ես խոստացա, եւ այդ խոստումը ես պահում եմ մինչև այսօր։ 2203 թվականի հուլիսի 32-ին Արկադի Տեր-Թադևոսյանի ուղին ավարտվեց։ Նրա մահը ստեղծեց ցավ ամբողջ Հայաստանում եւ Արցախում։ Հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու նրան, մարդիկ, ում նա փրկել էր, մարդիկ, ում նա ոգեշնչել էր, մարդիկ, ում նա սովորեցրել էր։ Նրանք բոլորը ունեին պատմություններ այն մասին, թե ինչպես էր կոմանդոսը փոխել նրանց կյանքը։ Մի վետերան, ով ծառայել էր նրա ջոկատում, ասաց. «Կոմանդոսը սովորեցրեց ինձ, որ իրական ուժը գալիս է ոչ թե մկանից, այլ հոգուց։ Նա սովորեցրեց ինձ, որ իրական հաղթանակը գալիս է ոչ թե զենքից, այլ հավատից։ Եվ նա սովորեցրեց ինձ, որ իրական հերոսը ոչ թե նա է, ով չի վախենում մահվանից, այլ նա, ով վախենում է, բայց շարունակում է կռվել»։ Այդ խոսքերը ամփոփում են Արկադի Տեր-Թադևոսյանի ժառանգություն, որը ոչ թե զենքերի եւ հաղթանակների մասին է, այլ արժեքների եւ սկզբունքների մասին։ Բայց կոմանդոսի պատմությունը չավարտվեց նրա մահով։ Նրա լեգենդը շարունակում է ապրել երիտասարդ սերնդի սրտերում, ովքեր լսում են նրա մասին պատմություններ։ Ապրել այն զինվորների մեջ, ովքեր դեռ պաշտպանում են Արցախի սահմանները։ Ապրել այն ընտանիքների մեջ, ում նա փրկել է։ Եվ ապրել այն արժեքների մեջ, որոնք նա ներկայացնում էր։ Արժեքներ, ինչպիսիք են քաջությունը, նվիրվածությունը, մարդասիրությունը եւ անսասան հավատը։ 2022 թվականին, երբ Արցախը կրկին հայտնվեց վտանգի մեջ, հայ զինվորները հիշեցին կոմանդոսի դասերը։ Նրանք հիշեցին նրա խոսքերը. «Մենք կռվում ենք ոչ թե ատելությունից, այլ սիրուց։ Մենք կռվում ենք ոչ թե ոչնչացնելու համար, այլ պաշտպանելու համար»։ Եվ այդ հիշողությունը տվեց նրանց ուժ շարունակելու։ Այսօր, երբ մենք նայում ենք հետ Արկադի Տեր-Թադևոսյանի կյանքին, մենք տեսնում ենք ոչ թե կատարյալ մարդու, այլ իրական մարդու, ով ուներ թուլություններ, վախեր, կասկածներ։ Բայց մենք նաև տեսնում ենք մարդու, ով ընտրեց հաղթահարել այդ թուլություններին։ Մարդու, ով ընտրեց դիմակայել իր վախերին։ Մարդու, ով ընտրեց հավատալ, երբ ուրիշները կորցրել էին հավատը։ Եվ հենց այդ ընտրությունները, այդ որոշումները դարձրին նրան լեգենդ։ Ոչ թե նրա անպարտելիությունը, ոչ թե նրա ռազմական հաջողությունները, այլ նրա մարդկայնությունը, նրա կարեկցանքը, նրա նվիրվածությունը իր ժողովրդին։ Այդ է կոմանդոսի իրական ժառանգություն, որը կապրի հավերժ։ Բայց մի հարց մնում է անպատասխան։ Հարց, որը տանջում է բոլորին, ովքեր ճանաչել են Արկադի Տեր-Թադևոսյանին։ Արդյոք նա գիտեր, թե ինչպիսի ազդեցություն կունենա նրա կյանքը։ Արդյոք նա հասկանում էր, որ նրա անունը կդառնա խորհրդանիշ ամբողջ սերնդի համար։ Նրա մերձավոր ընկերներից մեկը պատասխանում է այդ հարցին. «Կոմանդոսը երբեք չմտածեց իր ժառանգության մասին։
Նա ապրում էր ներկայում, կենտրոնանում էր այն վրա, ինչ պետք է անել այսօր, ոչ թե այն վրա, թե ինչպես կհիշեն նրան վաղը։ Բայց հենց այդ մոտեցումը, այդ անձնազոհությունը դարձրեց նրան անմահ։ Նա ապրեց ոչ թե փառքի համար, այլ նպատակի համար, եւ այդ նպատակը, պաշտպանել իր ժողովուրդը, դարձավ նրա անմահության հիմքը։ Այս խոսքերը ամփոփում են Արկադի Տեր-Թադևոսյանի կյանքի իմաստը։ Կյանք, որը նվիրված էր ոչ թե անձնական հաջողությանը, այլ ավելի բարձր նպատակի։ Շուշիի ազատագրումից 30 տարի անց քաղաքը դարձավ խորհրդանիշ հայ ժողովրդի անսասան կամքի եւ դիմադրության։ Բայց 2020 թվականի աշնանը, երբ Արցախը կրկին հայտնվեց պատերազմի մեջ, Շուշին կրկին կորավ։ Այդ կորուստը ստեղծեց խորը ցավ ամբողջ հայ ժողովրդի մեջ։ Բայց նույնիսկ այդ ամենամութ պահերին մարդիկ հիշեցին կոմանդոսի դասերը։ Նրանք հիշեցին, որ նա սովորեցրել էր նրանց երբեք չհանձնվել, երբեք չկորցնել հավատը, երբեք չմոռանալ, թե ով են նրանք եւ ինչի համար են կռվում։ Եվ այդ հիշողությունը տվեց նրանց ուժ շարունակելու նույնիսկ ամենադժվար պահերին։ Մի վետերան, ով մասնակցել էր երկու պատերազմներին, 1990-ականներին եւ 2022-ին, ասում է. «Երբ մենք կորցրինք Շուշին երկրորդ անգամ, ես զգացի, որ կորցրել եմ մի մասը իմ հոգուց։ Բայց ապա ես հիշեցի կոմանդոսի խոսքերը. տարածքները գալիս են եւ գնում, բայց ոգին մնում է հավերժ։ Մենք կորցրինք քաղաքը, բայց մենք չենք կորցրել մեր ոգին։ Եվ քանի դեռ մեր ոգին ապրում է, մենք կվերադառնանք»։ Այս հույսը, այս անսասան հավատը է Արկադի Տեր-Թադևոսյանի ամենամեծ ժառանգությունը։ Նա սովորեցրեց իր ժողովրդին, որ իրական հաղթանակը գալիս է ոչ թե մարտադաշտից, այլ հոգուց, որ իրական ուժը գալիս է ոչ թե զենքից, այլ հավատից, եւ որ իրական հերոսը ոչ թե նա է, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով ընկնում է, բայց կրկին ոտքի է կանգնում։ Այսօր, երբ հայ ժողովուրդը դեմ է կանգնած նոր մարտահրավերների, երբ Արցախի ապագան անորոշ է, երբ շատերը կորցրել են հույսը, կոմանդոսի լեգենդը շարունակում է ոգեշնչել։ Շարունակում է հիշեցնել, որ նույնիսկ ամենամութ գիշերից հետո գալիս է լուսաբացը, որ նույնիսկ ամենադժվար պարտությունից հետո հնարավոր է վերելք, որ նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում, հավատը կարող է ստեղծել հրաշք։ Բայց արդյոք կոմանդոսի պատմությունը միայն անցյալի մասին է։ Արդյոք նրա դասերը կիրառելի են միայն պատերազմի ժամանակ։ Պատասխանը՝ ոչ։ Արկադի Տեր-Թադևոսյանի կյանքը սովորեցնում է մեզ ունիվերսալ ճշմարտություններ, որոնք կիրառելի են ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, ցանկացած իրավիճակում։ Նա սովորեցնում է մեզ, որ իրական ղեկավարությունը ոչ թե իշխանության մասին է, այլ ծառայության մասին, որ իրական քաջությունը ոչ թե վախի բացակայության մասին է, այլ վախի հաղթահարման մասին, որ իրական հաջողությունը ոչ թե անձնական նվաճումների մասին է, այլ ուրիշների կյանքերում դրական փոփոխություն ստեղծելու մասին։ Այս դասերը կիրառելի են ոչ միայն զինվորների համար, այլ բոլորի համար՝ ուսուցիչների, բժիշկների, ծնողների, ուսանողների, բոլորի, ով ուզում է ապրել իմաստալից կյանք։ Երբ մենք հիշում ենք Արկադի Տեր-Թադևոսյանին, մենք պետք է հիշենք ոչ միայն նրա ռազմական հաջողությունները։ Մենք պետք է հիշենք նրա մարդկայնությունը, նրա կարեկցանքը, նրա նվիրվածությունը իր ընտանիքին եւ ժողովրդին։ Մենք պետք է հիշենք, որ նա էր մարդ, ով ընտրեց սերը ատելության նկատմամբ, ով ընտրեց կարեկցանքը անգութության նկատմամբ, ով ընտրեց հավատը հուսահատության նկատմամբ։ Եվ մենք պետք է փորձենք ապրել ըստ այդ արժեքների, որոնք նա ներկայացնում էր։ Մենք պետք է փորձենք լինել այն փոփոխությունը, որը ուզում ենք տեսնել աշխարհում։ Մենք պետք է փորձենք ստեղծել այն ապագան, որի համար կոմանդոսը կռվեց։ Ապագա, որտեղ խաղաղությունը հնարավոր է, որտեղ արդարությունը տիրում է, որտեղ ամեն մարդ կարող է ապրել արժանապատվությամբ եւ անվտանգությամբ։ Արկադի Տեր-Թադևոսյանի պատմությունը ավարտվեց 2003 թվականի հուլիսի 32-ին, բայց նրա լեգենդը շարունակվում է։ Շարունակվում է ամեն անգամ, երբ երիտասարդ զինվոր լսում է նրա մասին պատմություն եւ որոշում է ծառայել իր ժողովրդին։ Շարունակվում է ամեն անգամ, երբ ուսուցիչ սովորեցնում է իր աշակերտներին կոմանդոսի արժեքները։ Շարունակվում է ամեն անգամ, երբ ծնող պատմում է իր երեխաներին այն մարդու մասին, ով երբեք չհանձնվեց։ Եվ շարունակվում է ամեն անգամ, երբ մենք, նրա ժառանգները, ընտրում ենք ապրել ըստ այն սկզբունքների, որոնք նա ներկայացնում էր։ Կոմանդոսի լեգենդը ոչ թե անցյալի մասին է, այն ներկայի եւ ապագայի մասին է։ Այն մեր մասին է, մեր ընտրությունների, մեր գործողությունների, մեր արժեքների մասին։ Եվ քանի դեռ մենք հիշում ենք, քանի դեռ մենք ապրում ենք ըստ այդ արժեքների, կոմանդոսի ոգին կշարունակի ապրել մեր մեջ։ Հարգելի հեռուստադիտողներ,
Եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Արկադի Տեր Թադևոսյանը դեռևս հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։